Արմեն պատրաստ ես։ Անվերես ինչ արիր, ապեր, ասում եք քաղաքականությունից մի խոսա, արես ինչ արիր, ես ինչ դարավլա։ Ապեր հենց հիմա շատ վեհեմ ինձ զգում։ Վարամ Սահակյանի բանը շորով։ Գիտեմ քրֆելու է, ինձ թե չէ որ հակել եմ։ Հաստատ։ Այդ քո հակով, որ հակել ես։ Այսօր մոտ Վարամ Սահակյանի հետ վիպուսկեր, ուրեմն ես պետքա պատմեմ, մենք գնացել ենք դրանից առաջ որ ծանոթանանք, գնացել ենք իրանց մոտ այդ բան, որտեղ ենք փորձ են անում, ու ես նստած եմ, ոնց կպատկաստնենք, ես սաղ վաղտ բան չեմ խոսացել, ես սուս նստել եմ, եկել ենք, ասել եմ ասել եմ կարելի է դույով, ասել է հա իհարկե, ու ես էլ բան չեմ խոսացել, որտեղ ես կես ժամ նստած նայում էի ոնց է նվերը շփվում Վարամ Սահակյանի հետ, ու իրանք իրար հասկանում են ինչ որ ձև, ես բան չեմ ջոկում, իրանք ինչ են խոսում, ինչ որ էմոցիաներ են զգում, բան գորգռում են իրար վրա, բան ես կողքից նայում, ու ալմորակայինների զրուցել է։ Ապա հա երկրորդ րոպեներ, որտեղ էինք արդեն ու սենց շատ գոռաց վրես էլի, ինձ շատ էմոցիոնալ գոռաց վրես, ուզում էի ասեի պապ ջան, չէի ջոկում, ինչ է կատարվում։ Այսօր մի քիչ կա այդ սպայերից պոդքասթում կտենակ, ոչ, քեզ ոնց էր։ Ինձ շատ կայֆ էր, Էդգարին մերսի շատ, Անդրեասյան, արա իմ սիրած մարդկանցից է ինքը։ Շատ կայֆ տղա։ Բան, в общем, կայֆ անցավ, հետաքրքիր ստենդափից խոսացինք։ Բացայտեցին։ Հովանես Դավթյանի անունը չենք տվել այս էպիզոդում երբեք։ В общем, կայֆ էր, բան էր, ես ճիշտ ասած էսի ամենա իմ համար տենց բանն էր, որ ես կամ շատ բան է լարված է էլի ինչ ա լինելու բան այսօր արդեն ինձ թողեցի որ всё արդեն պատրաստվել եմ ինչքան պատրաստվել եմ ոնց գնա բայց այն որ sense առաջի անգամ էր այս ինչ նկարում եք այս առաջի անգամ էր որ ես սկսեցի զանգել ծանոթներիս ասեցի իսկ ինչ հա կարելի ադել ինչից խոսանք որովհետև ես պատկաստ եմ էլի ինչքան նայել եմ իր այդ ինտերվյուները միշտ ինքս մտնում է այդ իր ռեժիմի մեջ որ կամերա հետ խոսում է ու всё էլի բայց տեղել է այդ ուզում անում են դե դա խոսապել է հիմա չենք կարող կանգնացնենք բայց խոսակցություն ստացվեց լիքը հետաքրքիր բաներ խոսացինք ապա Պակալենյանների տարբերությունն է բայց նա ինքը երևի ինքը չգիտի ինչ է ոդկասթը Գիտի դե ինքը սպասում էր հարցերի մեր կողմից ասում էր հարցեր տվեք պատասխանեմ հարցեր տվեք կարաս դու հարցեր տաս պատասխան просто մենք չենք տալիս մեծ հա բաներ ոչ իմ կտանակ իջա կատարվում հա վիճակ էր բանին մերսի նաև բացի Էդգարից նաև մերսի սփինին հա մենք սփինում ենք ամենի համար Մենք սփինում ենք նկարում, դուք կարող եք այստեղ ձեր ոդկասթը, ձեր հաղորդումները նկարեք, այստեղ արդեն հեսա դաժե բացօթյա մի հատ տաղավարա պատրաստում։ Հենց հիմա գնում է աշխատանքները բացօթյա։ Եթե ինչ ռեմոնտի ձեներ եք լսում էդ էր, բայց երևի թե չեք լսի, բայց եթե մենք պայտակ մի քիչ sense ենք անում, էտա։ В общем, մտեք ընդ լայքեր, մայքեր, պատպիսկա, տենց դե գիտեք էլի, առաջի օրը չեք YouTube-ում։ Հեսա ես դες լիքը ինֆորմացիա տամ։ Բայց նաև Patreon։ Մեր Patreon-ը հեսա ակտիվանում է, արդեն ինչ-որ բաներ։ Բոլոր քֆուրի տեսարանները, պորնոյի տեսարանները ոդկասթից դուրս։ Սաղ Patreon-ում է։ Սաղ Patreon-ում է, կարող եք ընդեղ նայեք։ Դաժե իմ տեքստերը կան Patreon-ում արդեն։ Ախորպես նվեր Telegram ալիքին, եթե բաժանորդագրված լինեք, կիմանաք լիքը բան ոդկասթի մասին ու իմ մասին իհարկե։ Մեկ էլ բան որ դուք չեք ուզում երբեք իմանայիք։ Եթե ուզում եք ձեր ապրանքը, ոնց էիր ասում։ Ապրանքը կամ ծառայությունները։ Ծառայությունը գովազդի այսենց եթերների ընթացքում, ուրեմն կարող եք դիմեք սպինին, այնտեղ հեռախոսի համար բան սաղ տակ։ Հա, եկա ոդկասթ ենք արդեն, կարող գաք մեր մոտ գովազդ։ Մեկ էլ գիտես ինչը ֆիքսեցի, որ Վարամը ասեց 40 րոպեից ավել չենք գրվելու։ Սկզբից ասում էր 20։ 20 րոպեից ավել չեմ խոսալու։ Ինչքան է եղել այս ոդկասթը։ Մեկ կես ժամ ձգեցինք ռոզի։ Նու 2 ժամ չձգեցինք։ Սա մի կես ժամ էլ էս խոսանք, որ 2 ժամ լրացնենք։ Հա, ինչքան կարացանք պայեցինք, դժվար է, բայց պայեցինք։ Դե ոչ, ես պետք է տենամ իրան այս կուրտկեն տամ։ Թե ոնց է ինքը կուրտկեն տալի, կարակ նայեք ախ որպես նվեր Telegram ալիքում հաստատ կարելի է։ Telegram-յան ալիքում ես կտամ։ Դες սպասեք նոր թողարկումներին, կոմենտներ գրեք, վերջերս այդքան ակտիվ չեք կոմենտներում, մեր համար շատ կարևոր է ձեր կարծիքները։ Գրեք ում եք ուզում տենակ հյուր, մենք իրենց չենք կանչելու, բայց նայենք էլի։ Օրինակ Միշոին, օրինակ Կուզեիր Միշոին տենայր յուր։ Շատ կուզեի։ Եթե ստեղ լիներ։ Բան գրեք Կարին խիչեք կանչում։ Ու տես բաներ։ Всё, գնացեք նայեք թույն podcast։ Հապեց մարդաս մեծ մասը տենց է լսում։ Անդե չունեն է ուրիշ, չգիտեք չեն։ Հա բայց թանկանոց հաճույք է, տենց լավ տեխնիկա ունենալը, որ լավ լսես, հետո ականջ պետք է ունենաս։ Ես օրինակից լավ տեխնիկա տաս, ես նես չի որ ինչ-որ բան եմ դրանից հասկանալու։ Այդ պետք է բան էլի, բիսեր պերից սվինի։ Ապա մի խոսա,
Ես չեմ հասկանում։ Երաժշտությունը պիտի լսես այնց, ոնց որ լավ որակով կա։ Ոնց որ կա ինքը, դե այդ պետքա ժիվոյ լսես էլի։ Չէ, ժիվոյը շատ վատ է կակած։ Ժիվոյը տենց չի ընջում, ոնց որ ոնց որ ստուդիայում դու առանձին ամեն դաշկեն գրես։ Գիտարով նվագի իմ կողքը լավ պայմաններում, հետո այդ ես հետ ձայնագրեմ իմ ստից բաներով դզեմ ձենը, հա կայֆ կստանաս։ Իսկ ինձ կայֆ չես ստանա, մեռած ձեն է։ Հա։ Դե այդ պետք է մարդը հասկանա այդքան, հա։ Մեծ մասը չի հասկանում։ Պուջուր վախտից դու ունենայց ստերեո մեծ դինամիկներ։ Ես պուջուր վախտից կասետով, բան, մի հատ փոքր բումբոքսի վրա է լսում, այս դրանով սովորում։ Դնում ենք թե չէ։ Գրեմ։ Ես Գիտեմ, հա։ Դա մի ժամ էլ չի տևելու։ Տենանք։ Կես ժամից անջատվում են սրանք։ Այսինքն կես ժամ են գրում, մով ֆայլ է գրում։ Ես փոքր ժամանակվանից տենց պապան ռադիո Փոքր ժամանակով կմինի կես տարի առաջ։ Հա, էլի, երեկվանից պապան բանա, ջայր ժամանակ ռադիո հավաքել, ինքը իր ձեռով, տենց հավաքել, խշ միացրել, FM չգիտեմ ինչ, տենց ուրախացել է շատ, ու տենց սեր է մնացել մեջ, էլի, ինքը դետալները գտել է, տենց ինքը իրանով պայկա է հավաքել, չէ։ Պրոստը սերը մնացել է մյուզիկի հանդեպ, էլի, տենց ոնց որ փոխանցվել է։ Բաներ էլի, առաջվա աշե մյուզիկի հետ շփումը շատ է տակի։ Նկարում եք արդեն։ Հա, նկարում ենք, խոսում ենք։ Բաներ։ Դուք իրանց մի լսեք, իրանք ստից բաներ են, բարև ձեզ։ Դուք լսեք։ Իրանց հետ մի խոսա, իրանք ստեղ չեն։ Նես չի որ ասենք իրանք ջահել են, ես էլ մեծ եմ շատ բան եմ հասկանում։ Բայց ամենայն դեպս ես դες լսում եմ ու ինձ զգուշացրել են որ սա պիտի տևի 2 ժամ, իսկ ես ասում եմ որ սա 2 ժամ չի կարելի, Տենանք ինչքան կգնա։ Տարիքով մարդ եմ, ես պիտի գնամ կարիքներ հոգանք։ Ծավոտնանը մի ժամից ստոպցանք կարիքները հոգանք։ Իմ կարիքները 20 ժամ կարող 23 ժամ կարիքն է, մի ժամ ես այսպես ինտերվյու եմ տալի։ Լավ կա։ Անդուր բան ասեմ։ Հարցեր տվեք։ Անդուր բան ասեմ, ես երեք խաթաբալադան բան ասես։ Չեմ կարա։ Ես երեք խաթաբալադան ունի նայում, ու վերջի անգամ դպրոցական տարիքում էի նայել, այն ժամանակ նայում էի երևի ամեն օր։ Կասետ ունեինք, Շարմի նկարած այդ բանը։ Ու ամեն օր նայում էի։ Ամենասիրածս բաներից էր։ Հիմա նայում եմ ու չեմ հասկանում ինչ կես կարայի դպրոցական տարիքում հասկանայի խաթաբալադայից, որտեղ սիրում էի իրան, էլի տիպը հումորն էր կարող դուրս գալի, բայց հիմա ինքը ոնց որ սարսափ լինի իմ համար։ Հումոր ուրա խաթաբալադայի։ Չէ, այն ժամանակ ես որպես կոմեդիա էի դիտարկում, հիմա նայում եմ ոնց որ ուժս կինո լինի, նայում եմ բախում եմ։ Շատերը հիմա չեն հասկանում, ես իմ փորձի վրա եմ, ասում ես գովազ դեսանում, տեղեկացնում ես, որ նոր տրագիկոմեդիա է, այնց ոնց որ քո ասած խաթաբալադան։ Սենց բան, որ թվում է թե մարդիկ որ սիրում են, շատ են բան են, նորով պիտի գան նայեն։ Բայց պարզվում է իրանք տրագիկոմեդիա բառը չեն հասկանում։ Որովհետև հիմա դաշտը վերջին, ասենք 7-8 տարում բոլոր բադ բաներն են եղել 7-8 տարում։ Ասենք 10 տարում չի էլի, կոնկրետ 8 տարում։ Ու բանը այնքան այդ այս բաներն են եղել, նայում ես, ասենք տեսած կլինեք, չէ, ժողովուրդ ջան, տենց են ասում, սիրում եմ ձեզ։ Բացում ես Instagram թերթում ես, ինչ որ գովազդա ներկայացման։ Ձենը չկա։ Նայում ես մեջ ինչ են անում, վազում են, մտնում են սեղանի տակ, եկա մարդիկ, գարդերոբից դուրս են գալիս ու սենց բաներ։ Հետո 1, հետո 2, հետո տեսնում ես, որ այս հանդիսատեսը, որ ուզում է գնա թատրոն, դրանք որ տեսնում է, ինքը չի ասում, այդ լավա չի ասում, ասում է էսա։ Բայց եթե պետք է խնդամ, պետք է լինի։ Ես տենց էլ փոքր ժամանակից չեմ կարողացել հասկանամ, թե ինչն է խնդալու, երբ որ մարդը սենց բաներ է անում։ Ինչն է խնդալու սիտուացիայի մեջ։ Սիտուացիան իմ համար խնդալու չի կարելի, երբ որ ասենք իրանք ոնց են չեն բեմադրում։ Մարդը եկավ, քուրը մտավ, ես իմ կինը դուրս եկավ, նա կարծում է, որ ես աղջիկն է, աղջիկը կարծում է, որ ես տղեն է, ու դրա պատճառով ինչ-որ բաներ է, ես չեմ կարծում ինչն է խնդալու տեղ։ Ու շատ լավ է եղել, որ ես չեմ հասկացել դա ինչն է խնդալու, որովհետև երբ որ դու երգիծանքի քո լեզվով տրագիկոմեդիայի ժանրում ստեղծագործում ես, անում ես մի բան ոնց է քո սիրած խաթաբալադանը, որի մասին ես չեմ սիրում խոսել, ոչ թե որ վատն է, այլ խաթաբալադանը, դու արդեն դրա մեջ հումորել ես ավել, սովորական հումոր կան, դե շատ կատակներ կան։ Այդ կատակներն ես ավելացնում, որովհետև դու տակը բան ունես։ Որպես միջոց ես ես վերջերս մեր լավ դերասաններից հետ էի խոսում, Խորեն Լևոնյանի, ու մի հատված դի նկարում ենք իր հետ, դերասանի մասին, որ ինքը պետքա դերը հասկանա, որ խաղա։ Ու շատ խնդալու բաներ է ասում ինքը։ Համլետի մասին ովքեր խաղացում ինչն է, ասում է Համլետի հոր մասին, ասում է հոր այդ մանալոգը որ կարդացել է։ Մանալոգ չի, բարձվեց մանալոգ չի։ Խոսում է ռեժիսորի հետ։ Ու ինքը ես հասկացա, որ
որտեղ որ այս մեր լավ դերասանները մասնակցում են եւ դերասանը լավ դերասանը խորենա կամ մյուսը հարցնում է ռեժիսորին, ես դերում այդ ռեժիսորը չի խորանում։ Այդքան չկա, ստիպված դերասանն է այդ ամեն ինչի մեջ բան։ Դրա համար դες դուրս է գալիս որ ինքը դերասանը մտածում, ասում է ինձ դեր տվել են Պեպոյի դերը։ Ես դի խաղամ Պեպո, ռեժիսորն ասում է սա դրական կերպար է։ Ես էլ կարդում եմ, նախ չեմ հասկանում, որտեղ դա հայերեն չի։ Այնտեղ բեհեսապ նամաղուլի սարեբան։ Ասում ժողովուրդ ջան, բեհեսապ նամաղուլը շատ եք անում դուք։ Կարող է մենակ բեհեսապ նաղու հետ ասում եմ Պեպոն մտնում է ուրիշի տուն ասում է այս ոսկե պատերը որ սարքել ես ում փողի քուր ենք մարդու տալի քարտը կորցրել է բանկի ուզում է ստանա այդ իհարկե կատակ է բայց կատակային է դա հումոր էլ կա այդտեղ դա բանը խոսում ես ո՞ց տարա դու կորցրել ես գազ կամ ասենք քո ինչ գործն է այդ մարդը այդ պատերը որտեղից է սարքել չի դրական կերպար չի ու սկսում է տենց խոսալ հասնում ասում աստեղ ես շատ եմ մտածում այդ տեքստի մասին որ կարդացիր ինձ օրինակ հետաքրքիր իսկ դրական կերպարը քո համարով է այդ դեպքում չկա տենց մարդ հիմա սենց ես քո հումորն եմ ասում այդ ամեն ինչը որ կառուցվում է ասենք ես պետք է դերասան այդ մանալոգն ասի կամ դիալոգի հետ բացատրի այդ պեպոները այդտեղ ես արդեն կարող եմ մտցնեմ շատ ուժեղ կատակներ խնդալու բաներ որովհետև դրա տակ արդեն թեմա կա դրա տակ մտածա իսկ եթե ես մենակ սկսեմ իմ նպատակը դնեմ որ սիտուացիան կնդիկը տատը պապը աղբերը տաքսու շոֆերը խոպանից է կծել դա եթե անվանում կենցաղային պորնո կենցաղային բարի համար ես դեռ հասկանում եմ ինչ ես ասում ես բան էի կերպարը տվել ինձ ֆիլմում որը տենց էլ չնկարվեց նորկոմանի կերպար էր նորկոմանի այո նորկոմանի կերպար էր հին կոմաների ու բան էր տենց ես տենց խորացած էի էլի գիշերը 4-ին դուրս եմ եկել ման եմ գալիս դուրսը բան նորկոման եմ փնտրում տենամ այդ ոնց են դնում այդ զարգատքը բան հա ինձ հետաքրքիր ուզում էի մտնել այդ կերպարի մեջ էլի ու տենց իտոգում եկանք չիտկա ենք արդեն ուզում անենք բան ռեժիսորին հարցնում եմ իսկ ես քուր ունեմ, աղբեր ունեմ, ով ունեմ, իմ ընտանիքի անդամների մասին պատմի, ոչ մի բան չգիտեր, ոչ մի բան չասեց, ու ես տենց պետքա ես իմ կերպարը գտնեի ու այդ բաղով ես շատ համաձայն եմ, դժվարանում է դերասանի համար։ Մարդիկ չեն հասկանում, որ մեկ-մեկ էլ այն ցածր, ավելի շատ ցածր ծագում ունեցող մարդիկ ասում են դերասան, մերասան, չէ՞, այսպես բաներ։ Եվ ոչ ոք չի հասկանում, որ դերասանի մասնագիտությունը դա արվեստի մեջ ամենաբարդն է։ Ամենաբարդը, որովհետև այդ հավանակ վերցնենք ես օրինակներով ասեմ Scarface-ը, դա մի հատ մարդ է, չէ՞, տենց Scarface, Տոնի Մոնտանա։ Այդ մի հատ տենց կերպար է, որ ֆրֆռում է։ Ու դա Ալ Պաչինոն չի, դա Ալ Պաչինոն իրան հնարել է, սարքել է, ներկել է, բան արել, դրել է մեր դեմ, ինքը կմեռնի, այդ մարդը կմնա, կամ ասենք ուրիշ կերպարներ, բանը, Դոն Կարլեոնը։ Ինքը տեսել եք դրանից մի քանի տարի հետո ինչ է դարել, ինչ մարդ է, ինքը կապ չունի այդ Դոն Կարլեոնը, կամ ասենք Դաստին Հոֆմանը կամ Խորեն Աբրահամյանը, որ նայում ես, ասենք Գևորգի դերը բան, հետո նայում ես Կորիոլանը, մի խոսքով, դրանք այդ մարդը դա սարքել է, տվել է ձեզ։ Ինքը չի հասկանում մարդիկ այդ դերասան ասող կամ որ ասում են դերասան ամեն մեկի մասին ասում են դերասան խրխրացողների մասին ասում են դերասան ինչ որ հատվածում նկարվողի ասում են դերասան բլոգերին ասում են դերասան ես դերասան չեմ թող ինձ չասեն ոչ դերասան ոչ բան եթե ես ուզեմ ելնեմ դերասան այս տարիքում ես եթե ուզեմ բարձրանամ բեմ ու խաղամ որևէ ուրիշ կերպար որ ես չեմ որի մեջ ես չեմ ասենք ուրիշ կերպարը ես դրա համար ռիսկ անելուց 2 տարի ես այդ դերը կուսումնասիրել եմ ես բան կանեմ ու մարդիկ կտեսնեն որ ես այդ ժամանակ արդեն եւ ոչ թե արցունք եմ թողում իմ աչքից այդ հուզված պահին այդ արցունքը գալիս է այլ իրոք հուզվում է չէ գալիս է ես հիմա էլ կարամ թողեմ բայց այդ բանը այդ մոտեցումը որ դու ասում ես հա այդ մեթոդը բանը որ տենց ռեալիզմը մաքսիմալ բերում է դերասանը ինքը ոնց որ ուղղություններից մեկն է դերասանական արվեստի կարա ուրիշ էլ լինի կարա գրոտեսկ լինի կարա հիմա կարող մարդիկ ուրիշ դերասանը որը համ գրոտեսկ է համ բարդ է, համ գողական է խաղում, համ հոմոսեքսուալիստ է խաղում, համ կին է խաղում, համ մարդասպան է, այդ որ այսինքն ինքը դառնում է բան, Շոմպենի տեսակ է։ Բաց կտավ պետք է լինի, որ իրեն ես հասկացա, որ այդ բանը գրիմն էլ պետք, չէ՞ դու մեր դրանից տեսակ կոկորտը բանը։ Այդ մենակ հո գրիմից չի արի, ինքը մտել այդ կերպարի մեջ իր կոկորտը քաչալ, ասես բան։ Ես այդ լավ դերասանն է դա, բայց ես որ ասում եմ ես 2 տարի, ես չեմ ասում դերասան, ասենք Ավո Խալաթյան մեր ընկեր այդ խաղումը։ Իրան 2 տարի պետք չի։ Իրան պետք չի, որտեղ ես բեմ չեմ դուրս գալիս, ինքը անդադ բեմա դուրս գալիս։ Թեկուզ դուրս էլ չգա, ինքը դուրս է եկել, անդադ ես դուրս չեմ եկել, նստածա դրա մեջ էլի։ Բայց սովորության հարց կա, եթե ես պիտի հիմա մի հատ փոքր տեղ մտնեմ խաղամ, ես մի հատ ուսումնասիրեմ, կանգնեմ, տենա ոնց է այդ մարդը քայլում, բանը ոնց է հայացքը, բանը ամեն ինչ պիտի հասկանաս, որ կանանես, թե չէ դու մտածես դերը մոռանալու մասին, ինչ պիտի ասես, թե պիտի ասեի
Ցավոք սրտի մենք այդ ֆարս մաժոր բլիցը խաղացինք, ժամանակ չեղավ, դահլիճ չեղավ, որ մենք 5 անգամ դա այրից ծար խաղանք նոր ներկայացնենք։ Այդ 5 անգամը մենք որ պիտի բացվի, խաղացինք բեմի վրա, ներկայացումը բացվեց, մարդիկ 23 րոպե ծափ տվեցին, բայց դրանից անցավ 6-րդ, 7-րդ, 8-րդ ներկայացումը, 9-րդին ես ասեցի, գիտեք ինչ, գնացեք հանգստացեք, իրանք տարիքով դերասաններ են։ Դե հա։ Հիմնական մասը հա տարիքով են իրոք, հա։ Ասեցի գնացեք հանգստացեք, ես մի հատ sense այ մերես ժողովրդի սիրած կոմեդիաներից հենց կոմեդիա անեմ, բայց հիմա կասեմ ինչ կոմեդիա։ Կինոյով իմ ուզածով առանց որևէ ուրիշ ռեժիսորի, ոչ թե որ ես իմ ռեժիսորի նկատմամբ, չէ, որ ես իմը լինի, անեմ կինոյով բանով ու ցույց տամ ձեզ այս ամռանը։ Սպասեք, վերնագիրը չգիտեմ։ Բայց Արևի հետ կապ ուներ ինչ որ վերնագիրը, թե չէ։ Թե չեմ հիշում։ Իսկ դու Գորինին ոնց ես վերաբերվում հումորիանով։ Ես կուզեի, ես երա Չէ, նմանություն եմ տանում։ Խոսեցի Գորինից, ասում եմ, «Ժիտ хочешь»։ Երազում եմ։ Միշտայ։ Ես չոր նմանություն եմ տանում հումորի մեջ հենց իրա։ Մենք դաստիարակվել ենք դրա տակ։ Ու հետո ես մի հատ խոսեմ էլի բանից, հիմա ես որ ասում եմ անում եմ կոմեդիա, ինքը կոմեդիա է, այնտեղ պատկերացրեք, օրինակ ասենք մեջը կան բանավեճ վիդեոյով, որ իրար հետ բանավիճում են երկու հոգևոր հայր, երկու տեր մերլոսը, բայց դրանք կին են։ Քանի որ կանայք ասում եմ հիմա մեր մոտ շատ պաշտոններ բան, ինչի նաև հոգևոր կան։ Հիմա այս տեր Օվսաննան, տեր Հեղնարը։ Ահա դուք դիտենակ իրանք այդ մի հատվածի տակ հիմա մարդը իմ գործերին սովոր մարդը պետք է հասկանա իսկ իմաստը, չէ, իմաստ չունի, տեր հայրեն, բայց մեջերում կա, դե կարկալույց են արել։ Բայց բանը էլի շատ տենց սյուր միտք, չի իրանք տրանս են, ինչ է իրանք կանայք բխին տեր իրանք, տեր հայր չէ, տեր հայրից բացատրում եմ նվեր։ Այո, լսում եմ, Բարքև ընծա։ Ամեն հատված իր բան նախաբանն ունի, չէ՞։ Հայր հաղորդավ ներկայացնում եմ մենք հոգևոր զրույց ենք։ Մեր քանի որ ամբողջ աշխարհում կանայք մեծ պաշտոններ են գրավում, բարձր պաշտոններ բան, Հայաստանում այսօր նաև կան կանայք հոգևոր։ Ես ասում եմ, այս ինչ թեմի առաջնորդ, այս ինչ թեմի առաջնորդ Տեր Հեղնարը եւ Տեր Օվսաննան, ու այս Տեր Հեղնարը ասում եմ ամեն Տեր հայր մեր երկրում ընդհանրապես ունի իր աշխարհի կանոնը։ Ինչպես է դեր աշխարհի կանոնը Տեր Հեղնար։ Այնպես, ինչպես եւ մենք թողում ենք։ Մի խոսքով ու հետո սրանք իրար սկսում են կռվել, արդեն բանի դու ցույց մնա Օվսաննա հաս։ Մի խոսքով ուզում եմ այդ մի հատվածը խնդալու է, ինքը խնդալու, ասենք որ մտածես թե իմաստը բառ, բայց հետո մտնում է սպյուրկա հայը։ Այդ բարձա թե։ Դու ես լինելու։ Ինքը լողալով է գալիս օվկիանոսով, ամենի ու խոսում որ դու գալիս է ներդրումներ անի Հայաստան, այդ 18 թվի ինչ որ եղել է փոփոխություն, ապա գալիս է մինչև մի գալիս է։ Օվկիանոսով գալիս է, սա այով սարկած, մանով, ջրով, դած ոչ ու ասում է ես ինձի գարցնեք, ծոտեր են գալիս, ջկներ են մտնում, ջրահարսեր են դուրս գալիս։ Հիմա տեսեք խնդալու բան է, ինքը բայց տեսեք ինչեր է ասում հետո կեսերից։ Արդեն խնդալու չի։ Ասում է շատ լավ բաներ եղան Հայաստանին մեջ, շատերը գսեն օրինակ ասեմ հիմա թե չէ։ Նա սպոյլ է անում։ Չէ, ես նկատի ունեմ կարող է պատահի, ասեք քֆուր, եթե քֆուրը դուր կա ոնց է, սպյուրքայերը քֆու ջենդալ։ Դե։ Նախ ասում եմ ինձ գսեն ինչու Ատլանտյան օվկիանոսով եկած ես։ Ինա բան խաղ օվկիանոսով կա, Լոս Անջելեսից մի անգամ եղբայր խաղ օվկիանոսը մեծ է, այնտեղ կարող ես խեղդվել։ Ատլանտյանը ներ է։ Չես կարող, չէ՞, այդպես բաներ ասելով գայս ասում, բայց շատ լավ բաներ եղան մեր նոր Հայաստանում, որովհետև արդեն մենք սփյուռքում հոգներ էինք, Մասիսարը, Գործված հողերը, անընդհատ Մասիս, հիմա փոխվեցավ, Արցախն ավելացավ, դա դիվանքը ավելացավ։ Այդ տեսակ արդեն ինքը մտավ թեմա, որտեղ հետո այդ մի քիչ հետո արդեն մոռանում ես սկսում էլի կենցաղային բաներ, գինե Իսպանիա, բայդեսիվ, բարոն Գալաբեսի, բան մեկ էլ մտ գալիս տակից, բանը մի հատ լավ ջրահարս Թոլտոնս։ Հա, նոմակարդակով հայ։ Տան ջրա։ Հաշում ասրան ասում արա անասուն։ Այդ ամբողջ 70-80 100 տարի դուք խոսում եք Մասիս, բանս, հայրենասիրություն, բան, բայց այս վերջերս ինչ որ եղավ ձեների հետ չլսվեց։
Բայց իրանք գիտեք հիմա ոնց են պատասխանում, արդ պատասխանում, հետ ասա ձերներ չլցվեց։ Ձեները չլսվեց։ Իհարկե որովհետև բանը քանի որ դա մեծ է եւ բան չես կարող հասկանալ։ Բան չես կարող հասկանալ, լրիվ նոր լեզու է։ Դա իրական Հնարապես չկա, հիմա որ գնաց Լոս Անջելես, աղ մեկ տղեկներ այսպես խոսում են։ Սենց են խոսում։ Ասած հիմա բանա, արևմտաներն Գլենդերի մեջ կան բայց է։ Չէ, դա բանա, ընդհանրապես գիտես ինչն է խնդիրը, խոսքի նոր բան կա, ալիք կա էմիգրացիայի։ Հիմա դպրոցներում երեխեքին որ հայերն սովորացնեն ու արևմտաներն նմանից կորում են։ Հա, շատ վատ է։ Այդ ափսոսը։ Ես երեք բան էի նայում Հովանես Թումանյանի գրերի մասին, էլի, որ ինքը այով էր գրում, սերը այդ առողջաձևով էր գրում, բա։ Շշատև չգրես, այն ժամանակ հասկանային կաթիս էր։ Հա, իսկ հիմա որ փոխվել է, սերը օրինակ շշաձևով չի գրվում, Հիմա չէ՞։ սերն է փոխվել։ Հա, դա հիմա սերն էլ է փոխվել։ Այն օրը բան էր անում, Շշաձև չի։ արտահայտություններ են պետքա ծաղրել էս կոմեդիայի մեջ։ Ես sense Facebook որ ուսումնասիրել եմ տարիների ընթացքում sense հիմար բաներ են գտել մեջից, որ դե չեմ ասում եմ որ հրաշամանուկին օգնել է պետք բան։ Հրաշամանուկը տարապում է վարակիչ հիվանդությամբ։ Հա, ու բան լայքեք եւ տարածեք։ Արա վարակիչ հիվանդությամբ արդեն հա, այդ դրանք է։ Հենց բաներ են գրում, ինչ որ գրուպաներ կան, արտնացի եւ ժպտա։ Հա, հա։ Հիմա ասենք մենակ, ասենք բացի հոգեբուժական հիվանդանոցից, որ պացիենտներն են արտանուն ժպտում, եղել բոլորը չեն արտանուն ժպտում։ Ու այդ ասենք միացից բանը, որ մենք գտնում ենք արտադիր ժպտա, դա մեկը չի ելնում ասում, դա ստենդափ չի։ Դա հետ խաղում ասում, դու կարես մեկ էլ արտանաս ժպտաս։ Կամ որ ասում եք դաստիարակությունն է պատճառը, որ այդ մենք այսքան դժբախտություններ են գալիս մեր ժողովրդի գլխին։ Ասենք դաստիարակություն, դու ո՞նց պատկերացրած ես միջին հայ ընտանիքում երեխան, միջին հայ ընտանիքը ո՞րն է։ Եկեք մեկ հասկանանք միջին հայ ընտանիքը ո՞րն է, կա սենց ընտանիք, կա սենց ընտանիք, կա սենց ընտանիք, կա սենց Միջին վիճակագրական, հա։ Կա ընտանիք, որ ապրում է Հայաստանում, երևի կես միլիոն, որը հայ չի։ Չգիտեմ, բայց ինքը լավ ազգա։ Մենք տոլերանտ ենք մենք։ Էլի Ամիրին հիշեցի, հա։ Ես մի անգամ բան էր, մի քիչ տենց հերավոր վտանգավոր հայհոյական բան կա մեջը։ Իրանք այդ ազգի անուն է դրել էի, բայց ես բեմից խաղացել եմ, այնպես որ բան չունեմ, Ատլախներ, Ատլախտիդա, տենց երկիր է եղել։ Հետո դարերի ընթացքում քամին բերել է Հայաստան ու իրանք ապրում են ստեղ, Ատլախների ընտանիքում երեխա է ծնվում։ Այդ երեխան որ ծնվում է, երեխուն սարքում են պակասավոր, այդ գիտեք որն է, որ ոչ թե իրանք աղքատ են, իրանք վատ են ապրում են, երեխան մնում է պակաս վերաբերմունքի եւ քաղցր կոնֆետի։ Դրա համար երեխուն մտնում եք տուն, կոնֆետ արեք, ասում եք վերջում։ Սա ասեմ, մեկը չեն գալու։ Մեկ խաղալի են վերնայինք։ Ասում եմ, երեխան ծնվում է հենց բեմի վրա։ Բեմի վրա երեխա է ծնվում, նախ մեկին ասում գնանք հիվանդանոց, արա ասում։ Ամոթ այսքան մարդը նայում է, էլի։ Չէ, ասում հավես չկա։ Նա թափ турքես, մի խոսքով, հետո տենց ընտան, Ատլախներ են, հայ չեն։ Հա, թափ այս երեխան ասում է, մի անգամից ասում է, պապա կոնֆետ եմ ուզում, չոր ու չոր։ Հետո մեծացա արդեն մի հատ հեծանիվ արա դες չոր, ոչ մի հեծանիվ, պապա ավելի վատ բան ասում, չեմ ասում, դες չեմ ասում։ Հետո գալիս եմ արդեն մեծ էմի 15 կամ 15 եմ 14 եմ 12 եմ, գիտես ինչ եմ ուզում, ասես մի հատ sense բան ալնում, երկար մազերով, երկու հատ կլոր բան ունենում։ Արա սուս մանաբան չոր ու այս երեխուն որ ոչի բան չեն տալիս, այս երեխան մտնում է զալ։ Էդգար Անդրեասյանն մտնում է զալ ու տեղ զալին ինքը տերորի է ենթարկում։ Ես եկել եք ներկայացում նայեք չորեր։ Ես եք թատրոն եք, հա փող ունեք, հա։ Ես այնով աղջիկ տղա նստել եք դե դուք քիչ սահման ինչ եք։ Այո ոչ sense ինչքան այլանդակություններ, կոմենտներում բանում գլսել եք ու դրանից արդեն տեսեք այդ էլ է խնդալու, որտեղ ինքը խնդալու մանրամասները ասում, անդադեսը բանկի քարտ կունենաս, մեջ էս կունենաս, սաղիթ փողերը հաշվելու եմ, արա սաղիթ կսստամ, դեմարա ու մեկ էլ ասում եմ, մի րոպե սպասեք, այ հիմա կհասածն է։ Ես ինչեր ենք անում, այս Վարամ Սահակյանը դերասաններն են ասում, մի հատ չի կարա, մի հատ լավ բան գրի, լավը չի տեսնում։ Ու այդ ժամանակ Վարամ Սահակյանը հայտնվում է էկրանին։ Ես այնտեղ ժամանակ չունեմ, տալիքը չի ներում, որ համ պրոդյուսերություն անեմ, ու ասում եմ եթե դուք գիտեք այդ լավ բանը, ինձ ցույց տվեք, ես ասեմ դա լավ բան է։ Բայց ես նայում եմ ու չեմ տեսնում։ Ու ես սկսում եմ ասել, դու կոնֆետ, եթե դու մտնում ես տուն, ունես բուջուր երեխա, որը մեծանում է տանը կամ երեխեք։ Արա մտնում ես մի բան տուրի երեխուն, էլի։ Մի հատ
քաղցր բան տուր, որովհետև եթե դու դա չես տալիս, երեխան դառնանում է։ Լավ, մտածենք թող քո երեխան դառնացած ապրի, բայց ինքը դառնացած չի մնում իր սահմաններում։ Ինքն իր դառնությունը մտցնելու է կողքի երեխու, նրա մեջ հասարակության մեջ, ազգի մեջ, սենց ինքը դառնում է կարիճ։ Այդ երեխան նախանձություն, կարիճ ու խառնակիչ, սենց ու սենց բան հետո չի կարողանա ոչ մի լավ բան։ Ես այդքան պրիմիտիվ չեմ ասի այդ ամեն ինչ, ես պոեզիայով եմ ասում, հանգերով եմ ասում ու հասցնում եմ նրան, որ այնտեղից այդ ջազը մտնում է, երաժշտությունը մտնում է, պատկերները փոխվում են, դերասանները խառնվում են ու սկսում է բանը։ Այս բանն որ ասում էր Miles Davis-ի տակ է։ Miles Davis-ը կհանենք, երևի ես Ինչ ես դրանից։ Այն մի հատ ապուշ։ Ինչ այ։ Ապուշ բան, մարդեմ լսի։ Miles Davis-ը այ։ Չէ, Miles Davis-ը չէ, ես արդեն երաժշտություն եմ գրել։ Մարդեմ, արի կարամ, չեմ այդ դուր եկան մեղեդի եմ գրել։ Այն էր գիտկան այդքան, ասում այ ջան։ Հա, արանժիրովկա անի։ Մի հատ արանժիրովկա բռնում է դարձնում է թուրքական ռաբից գո։ Իմ գրածը երաժշտությունը փոխում է։ Կանչում եմ, ասում եմ լավ, դե որ այն տենց է, տենց կերտոտ գյադա է։ Գրոկին եմ կանչում։ Գրոկը չի երաժշտության գործում է։ Գրոկը ֆոտոից վիդեո է սարքում ու լավ էլ պատասխանում է քո հարցերին։ Այդ չէ, մյուս մասը։ Ու մեկ էլ կապտի կանչես երաժիշտ կանչես, ես երաժիշտ ուղղակի չեմ ուզում տեսնեմ։ Ունեմ ընկերներ, երաժիշտ են, ուրիշ երկրներում տարբեր բան, բայց երբ որ ասում այս գործի վրա մի հատ բաս ավելացրու, այդ մի հատ այստեղ ստոպ տուր ու մի հատ այստեղ հարվածային ասենց մտնի, ինքը էլի անում է այն ինչ որ այդտենց այդ գրոկը չես, ինչ է դրան, մոասի։ Դնում է քիքը ավելացնում պրոստը։ Սոնո։ Սենց ինչ որ բան ասում եմ մի հատ այսքան ակայի ունեմ ես այսքան։ Եթե ես այդ ակային բացեմ ու բաս նվագեմ դրա վրա, ես ինքս իրից կզզվեմ, որովհետև դա վիրավորական է երաժիշտների նկատմամբ։ Հա, բայց երաժիշտներին չես ուզում կանչես։ Բայց չեմ ուզում կանչել։ Չէ, լավ մի բան կանենք դե։ Բայց Չէ, բանը այդ որ ասում ես թուրքական ռաբիզ ասարկում, այդ ընդհանուր շատ մեծ խնդիր է հենց արևելյան երաժշտության հետ, որ տենց հիմա պլեյլիստներ կան, AI-ով սարքած, որ տիպը բանա իրանական երաժշտություն, բայց մեջը դուդուկ է խոսքի։ Բան ինքը բան չի հասկանում։ Դուդուկը քեզ թվում է ինչական գործ։ Դե իրանական չի, հայկական է։ Հենց դուդուկը արևելյան գործիք է, չէ, հայկական։ բայց ինքը շատ տարածված չէ այս ռեգիոնում։ Շատ քիչ տեղեր են։ Ուդ նվագելու հետ ոնց է ուդ։ Իսկ ուդ գրելու հետ ոնց է։ Այ մի հատ բան ասեմ այդ գործիքների ձայների մասին, կարող է ցալմանալ։ Մի հատ շատ լավ հայկական նվագախումբ կա։ Դուդուկ։ Չէ, դուդուկ չի։ Գուրջիև։ Ահա։ Հա, Այդ մարդու հետ զրուցում եմ Ալևոն անունը ինքն է այդ ղեկավարը, ասեցի Լևոն ջան Facebook-ով եմ գրում։ Ինձ թվում է այս նոր ալբոմի մեջ բասը մի քիչ պակասում է, բաս չկա։ Ինքն ինձ ասեց, որ Գուրջիևի ժամանակ չի եղել։ Վիճեցի, ասեցի եթե չի եղել չի շնա, Գուրջիևի ժամանակ ուրիշ հնչողություն է եղել։ Miles Davis-ն ասում էր 75 թվին, երբ որ երկու ավտո խփում են, ուրիշ ձեր էր լսվում։ 85 թվին ուրիշ ձեր էր լսվում։ Դա հետաքրքիր օրինակ էր, հա դու այն օրը վերցրու այդ օրինակ։ Մի խոսք ասի լավ, հետո կխոսանք Լևոն ջան, բայց հետո մի հատ այդ գործի մեջ լսեցի մի հատ գործիք, որի անունն է Պկու։ Դա խայտարակություն է։ Դա փոքր զուրնեն, հա։ Զուրնը պորտաբլ էլի։ Էս իմ հեռախոսն է։ Վերցնենք, չէ՞։ Վերցնենք։ Այո։ Բարև ձեզ։ Անժելա ձեր խոսում Աննայի քուրիկը։ Հա, Անժելա ջան, եկեք ես հիմա ինտերվյու եմ տալիս, ես քո համարը կպահեմ, դու գամ կզանգեմ։ Լավ։ Հա, Պկո։ Փուջուր ագրեսիվ ձայնով գործիքը, այդ գործիքը ձայնը լսել չի լինում։ Ես մարդկանց բացատրում ասում եմ զուրնեն բան, դրանք բոլորը բաց տարածքների համար են եղել, ռազմական նպատակների համար իրար կանչելու, դա հարսանիքների հետ զուրնեն, որ բերում եք բացի Ավետ Տերտերյանի այդ սիմֆոնիայից, որտեղ սիմֆոնիա է շատ լավ։ Այդ զուրնան ոչ ցույցերի ժամանակ նվագեք, ոչ երաժշտության ժամանակ, ոչ բան, որովհետև մարդը որ այսօրվա օրով մարդը լսում է որակով, մարդը լսում է լավ նաուշնիկով, լավ դինամիկով ու դա պրոտո ներվերից քայքայում է։ Այդ Պկուն ինչի պիտի այնտեղ լավ դուդուկներ կան, այդ հապտոն երկու տեսակ դուդուկ կար, Պկուն ինչի է պետք։ Հա։ Ասենք այդ ինքը ինչի ինքը այդ ձայնը խանգարում ու ես չեմ լսում այդ գործը այդ կա։ Ոնց լսեմ։ Ուրի ահագին մարդ էլ չի լսում։ Հիմա նույնը թատրոնում վերցրեք, եթե բարձր մի հատ Պկու դերասան է հայտնվում,
Լավ դերասանաբան է, բայց ձենը պկույ է այդ մարդու։ Կամ բարակ ձենով աղջիկ, Խորեն Բաբկենիչը մեկին ասեց Խորեն Աբրամյանը, մի հատ աղջիկ նստած էինք, ասեց Խորեն Բաբկենիչ շատ ջահել աղջիկ էր։ Խորեն Բաբ խնդրում եմ իմ հետ ինձ բարոք ձենով չխոսակ։ Այդպես հումորը բան պատմես դու քո process-ը գրելու։ Ես չեմ գրում բավ։ Ես գրոկ եմ ինքս։ Գալիս է Բայց դու պետք է չէ դերասանին կամ ռեժիսորը Սենց ենք անում, այս նախավերջինը, ինչքան ժամանակը փոխվում է, այնքան տեքստ գրել, չնայած դերասանները պահանջում, սցենարը, չէ, առաջ գրում ենք, բերում փոխում ենք, հիմա սենց է։ Ես մի հատ պատմում եմ ինչո ցավում է դերի, մենք ասենք փորձենք, հիմա դու ես փորձել կամ ռեժիսորն է ասում, ու ասենց մի հատ նախնական տեքստ է, կարդում, տենում եմ, ասում եմ վրից ոչ մի բան մի ուղղեք, ես լսեցի իմ մոտ լապտոպ կա։ Այնտեղ մի երկու բան եմ ավելացնում, հաջորդ օրը տպած գալիս է այդ նորը։ Հետո այդ կարող վերանալ, դա լավ է, չի խնդալու չի, ոչ է խնդալու է, ոչ լավ է, ոչ էլ իմաստունի, հանում ենք։ Այսինքն իմպրովիզով էլ է շատ բան ավելանում է։ Հետո որ ես գրում եմ, մի բան էլ եթե գրում եմ, ես մի հատ խաղում եմ, դա այդ իր անունը տենամ գրանջում է, բեմ վրա։ Այդ շատ այրավ, որովհետև քո տեքստերը միշտ իրանք շատ հնչող են, էլի, իրանք տեքստը գրականություն չի ինքը։ Անգամ եթե ինքը էով ամբողջը, ինչ որտեղ դու պիտի այնց հնչեցնես, որ ինքը ահնչի։ Կամ հենց թեկուզ այդտեղ թող լինի ա, բայց այնտեղ թող լինի է։ Բայց դա այդեն շատ արդեն հնացած բան է, էլի։ Չգիտեմ, բայց դու դեմ չես էլի AI-ին, մի խոսքով։ Դու մարդուն ինչը որ մարդուն օգնում է, ոնց կարամ դառնալ։ Նույնակ ասենք, այդ սփյուռքայի որ գալիս է։ Գնացիկ բանը, բասեինում նկարեն, ամղմուկ, շուխուր, կողքից գալիս են հիմար բաներ են խոսում, բան են անում, sense բաներ։ Հետո չէ, ես դա կանաչ ֆոն, ամենալավ բանը, կանաչ ֆոն, հետո sense բան առանք լավ կանաչ ֆոն։ Նախ մի հատ չափը բռնեցինք, բան, հետո գրոկին ասեցի sense ջուր, բան, այս բարձրության, սարքեց բանը, մեջտեղ ասեցի, ինքը չի հասկանա, ասես մարդալողնում մարդ կդնեի։ Կասեմ, ասեցի մեջը պատկերացրու մարդը էլի մարդ դրեց։ Ասեցի քարա գցած, այս արա, որ ճողփյունը լինի։ Ասեցի լավ, մարդալողը բայց շատ փոքր գլխով։ Այդ փոքր գլխը գծածկենք, այդ չոմփունը կմնա։ Հետո ես նկարեցինք, չենք էլ նկարել, փորձեցինք։ Ինձ դրեցին տենց տակ մեկ, այս այլ դեպքում բաներ ու վերջ։ Հա, պատրաստ։ Հետո ձուկն է դուրս գալիս, ասում է ձուկ։ Օվկիանոսային, ասում է, աննասում գադա։ Ոսկե ձկնիկը չի, չէ՞։ Չէ, դուրս է գալիս տենում ասելան, ասում է, աննասում գադա է, բանել ծիտա գալիս, ասում էլի է, սա գիտեն դրան։ Հա։ Նա ինքը լավ կերպար է, ինքը խնդալու է, հետո ասում մենք մենք փյուկի մեջ սուպորտ կնենք, իրարուալ սուպորտ կնենք։ Այդ շատ լավ սուպորտ է, ասոր գինանու սուպորտը նեղանում են։ Իրանք միշտ նեղանում են, բայց իրանք չկան արդեն նեղանը։ Իսկ բանը, ինչքան ժամանակ է տևում մոտավորապես մի պիեսը գրելը սկզբից Այս մեկը վերջինը շատ երկար տևեց, գրել չէ, պատրաստել։ Ամենաերկարը ինչքան էր։ Այդ ասեմ 24 ֆարս մաժորը 24 թվի կեսերից ես գրում ջնջում, բերում, կարդում, հետո սկսեցինք սաղով հավաքվել, փորձել գրել, ջնջել, ամառվա կոմը սկսեցին արդեն մի հատ վերջնականով փորձել, հետո էլի փոխել, մի խոսքով մի տարի ու կես գնաց։ Այդ ամենաերկարն է, էլի։ Դա այսքան դու սովորես արագ գործը վերջացնես։ Դե քանի որ շատ դերասանային, ես ասեցի, քո ասած ժողովուրդը այդ խաթաբալադաներ, մեակուլպաներ սիրում է, տենց մի հատ բաներ ունենք։ Պարզվեց, որ ոչի բանը չի սիրում, ու ես կարծում եմ, որ մենակ ես չէ, բոլոր այն հանդիսատեսը որ ներկա է եղել, ասես սա ավելի լավն է։ Հենց տենց, ես չեմ լավ, սա ավելի լավն է։ Ֆարս մաժորը դրանից լավն է։ Ուղղակի նա այն ժամանակի մեջ էր ուրիշ։ Այն ժամանակ ոչ էլ համեմատելու բան կար։ Ինքը ոչ մի բանի նման չէր։ Ես մտածում եմ Խաթաբալադան էլ բանն էլ մեագուլպան էլ ինքը անունը հանել համել բանի հաշվին, էլի ինքը նկարած կա տենց Հիմա դա տվել են որ պիտի այն սարքի Խաթաբալադան նոր ինքը գիտեք որակը չի դզում մարդա սարք։ Հա։ Եթե դեռ մարդ։ Բայց բանը իսկ չես նկարել, չէ՞, այս ֆարս մաժորը։ Ես տեսա որ ֆոտո վիդեո անում էին։ Երկու հատ նկարել ենք, հա։ Իսկ բան չես գցելու ինտերնետ։ Մտածում եմ կարող անգարտ ինչ-որ այնքան ամինչ բան է փոխվում, կարող անգարտ մյուս տարի գարնանը որոշենք մի հատ սեզոնը բացենք։ Մի հատ էլ խաղաք, հա։ Մի հատ չէ, մի 10 հատ էլ։ Բայց դա կարա իրան օգնի, որովհետև եթե ես հիմա հնարավորություն ունենայի ժիվոյնայի Խաթաբալադան, կապ չունի որ ես իրան անգիր գիտեմ, ես մեկը գնայի կնայի, որովհետև այդ թատրոնով все-таки բան է, էլի, զապիսով նայել է։ Բայց դերասանները արդեն ուրիշ են լինելու երևի։ Չէ, ես օրինակ եմ բերում։ Զարամյալ են։ Ուզում եմ ասեմ, ստեղ էլ եթե ինտերնետ ինքը հայտնվի, շատ մարդ նայի։ Ջակ Նիկոլսոնի տեսա որ ասեցի։ Ահա։ Դուրս էր եկել, դե ինքը 15 տարի չի երևում։ Ահա։ Առանց բան էր, որ այդ մարդը որ տենց մարդ էր, չէր կարում քայլել, դրանք չեն կարում քայլեն։
ուզում ես ասես վեր կացու քայլիր։ Հազիվ բերեցին բան, Պիեր Ռիշարին տեսա, ոչինչ քայլում էր, ինչ դեր է խաղում։ Երով Ալ Պաչինոն է վատ, Դե Նիրոն էլ է վատ, Դե արդեն։ բայց Ալ Պաչինոն արդեն էլ Դե всё։ Բայց տենց Մենք խոսքը հեսա իմ մոտ էլ կսկսի, դժվար։ չի սկսելու քո մոտ։ Այսինքն մերն եմ ունի։ Դե հարցեր տվեք, կյանքը կարճա, ես էլ Մենք հարցեր չենք տալի, մենք նախ խոսում ինչի չեք թողում, ստեղ մարդ ծխի, այդ ինչ պետք է լինի, ով։ Նայ, մի րոպե, Մենք որս չենք, էս պարզաբան եմ, էլի։ Մենք ստեղ հարցեր չենք տալի, ես ինտերվյու չէ, ես եմ վատ խրխրացող ինտերվյուներից չի։ Բայց ինչի չեք թողում հարցից պատասխանի։ Ինչը։ Ինչի չի կարելի ծխել։ Ես տես բան չեմ ասա։ Դե ոչ ես ասի ես նայ, ուզում եք ծխեմ Մարչիվանով ծխել եք։ Դավայ։ Դե խոսացեք, դուք ուրիշ հարցեր տվեք։ Բանն է, ստեղ ոնց էր դու էլ կարաս թեմա առաջարկես։ Օրինակ ես ուզող հարցեր ունեմ։ Երաժշտությունից խոսեք։ Խոսենք։ Բանա, վերջես իմ համար այդ ներվայացման որ ասում էի, որ առաջ ոնց էր, դու երբ որ մյուզիկ ես ուզում լսես, քեզ մարդիկ են պետք։ Երաժշտությունը մարդկանց հետ շփումի մասն էր իմ համար։ Տիպը դու մարդ ունես, որը Եմ ախտասում էին բանա, ինքը տենց աուդիոֆիլ է, բանա, տենց ինքը ցաղ գիտի, բան, մելոման է, բան, տենց բաներ են ասում, գնում ես, ինքը ասում է, քեզ էսա դզում, էս էլ վեկա լսի, ժամանակվա ալգորիթմներ քո, էլի։ Այսօր այդ ալգորիթմները իրանք չեն փորձում քեզ զարմացնել, իրանք փորձում են քո մեջ դիսկոմֆորտ չառաջացնել մաքսիմում։ Տիպը քեզ էսա դզը, մոտավորապես էս էլ կդզի քեզ, էլի, ցես վիճակա։ Ու երբեք դու ինչ որ հետաքրքիր նոր բան չես բացահայտում այդ ալգորիթմով։ Դու պետքա մեկը գնաս ուրիշ մարդու հետ շփես, որ ինքը ինչ որ բան ասի։ Լավ աուդիոֆիլը լավ բան է։ Իսկ դախ աուդիոֆիլը գիտեք որ կատաստրոֆա է։ Ինքը նախ սիրում է խոսալ ջարդու խուրտեղած վինիլներից։ Ու ինքը որ մի քիչ երկու բառ խոսում ես, գիտես որ այդ վինիլի որակից էլ չի հասկանալ, ինչի է վինիլ։ Պրոստը վինիլ է լսում։ Որտեղ ինքը չի հասկանում, վինիլը լավ չի։ Վինիլը ուրիշ ծերի է հնչում։ Վինիլը լավ չի հնչում։ Վինիլը պետք է դու մեծ ջանքեր գործադրես, ունենաս շատ նոր դիսկ, ցելոֆանից հանած, ունենաս մոտարապես $800 ասեղ գալով կա, ֆոնոկարեկտոր բան, որ դու դնես, հետո դնես ցելոֆանը, դնես, այս տարում ոչ ոք դրա ժամանակը չունի, լինես աուդիոֆիլ անգամ։ Այսօր որով աուդիոֆիլը ես եմ։ Ես ունեմ CD-ները վերացած եմ վաղուց 15 թվից։ Ես ունեմ հրաշալի առաջին հերթին դիջիտալը անալոգի փոխող գործիք, որի անունն է DAC, մի քանի հատ չինական, ճապոնական, գերմանական, երկու տեղ ունեմ, սենյակում ունեմ լավ գրանցումներ, որ այնտեղ տալիս են CD-ից մի քանի անգամ բարձր որակի, ունեմ լավ playlist-ներ հատուկ եւ ունեմ favorite-ներ եւ այդ ամեն ինչը ունեմ անավանդ որ տանը փուճու երեխա կա չես կարա միշտ միացնես քո ուզած բարձրությամբ, ունեմ ականջակալների հավաքածուներ, մեկը բաց, մեկը ավելի շատ ջազի համար, մեկը կլասիկայի համար, մեկը շուխուր անող, մեկը շուխուր չանող, մի քանի հատ էլ ասես մեջը մցնող, ու մի երկու հատ էլ Bluetooth դուրս գալու համար, Bluetooth-ի ժամանակ ես հիմնականում նենց եմ անում, որ կողքի ձայները չլսվեն, որտեղ ես չեմ սիրում այս ժողովրդի ձայնը։ Զբանես ժամանակ ես հենց հատկացնում նստես հենց երաժշտություն լսես։ Մինչև հիմա բացի երաժշտություն լսել, ասում ես աուդիոֆիլ, չգիտես աուդիոֆիլն ինչ։ Ես ամեն օրինակ լարով չեմ միացնի դա։ Ստերեո սովորական լարը իմը պետք է ես իմանամ ինքը ոնց է, պետք է ես միաստեմ ասենք գնում է դեպի ուժեղացուցիչ, այս լարը ինքը չի կարա լինի այն որ հետը տալիս են, հետը լարը որ տալիս են այդ գործիքին, ուսի դա տալիս են որ դու միացնես, չեն տալիս որ օգտագործես։ Ոնց որ եւ այդ վինիլի ասեղը չեն տալիս որ դու դրանով լսես, ասում դու լսի, հետո դες կառնես քո համար։ Ու հետո ես չինականներ շատ կան շատ լավ չինացիներ կան, հիմա գիտեք։ Առնում ենք լսում ենք, փորձում ենք հետո ասենք տանը պարկելու համար, պարկած լսելու համար, սրա համար որ միացնես iPhone-ին կամ Android-ին, դրա համար հատուկ ու անպայման ձայնը այդ փոքրի պետք է սենց բարձրացնես, կլոր պետք է լինի։ Աուդիոֆիլը չի սիրում սենց սենց բարձրացնել, դու պետք է սենց զգաս։ Ու նոր սենց բաներ կան, իմացեք էլի։ Պրոստը բան է, էլի, հիմա շատ տարածված է, ոնց որ 90% մարդկանց որ երաժշտություն լսում, ինքը լսում է իրան ինչ որ բան անելուց ֆոնի վրա։ Ես վերջերս հասկացա, որ ես արդեն ինձ ժամանակ է պետք հատկացնել, որ ես նստեմ հենց երաժշտություն լսեմ, որ ես ինչ որ բան անելուց, բայց դա ոչինչ, ես ասեմ ատլախներն ինչ են անում։ Ատլախները ինչ են անում։ Ատլախները ավելի բադ, ինքը տելևիզոր են լսում, ուրեմն ատլախի տանը կա տելևիզոր պատին մխած, իրանք բարձր միացնում են ու չեն գործեր անելու, հա։ Ֆռում են ես կոմ ու ամբողջ շենքում անամանդ այս նոր շենքերը 6 հարկ էս կողմ, 6 հարկ այն կողմ, կողք, մող, սաղ մեկի ձեն։ Գնաս ասես տանը մեծ կին կա։ Ասում եմ մեծ կինը որն է, չափսերով է մեծ, ինչով է մեծ։ Չի լսում այսինքն։ Այսինքն չի պիտի լսի։
Ու խոսքով շատ վատ բան, տելևիզոր լսողների մի ամբողջ պլեյադա է, ասես բան։ Հա, բայց դե արդեն դա լա, բան, հիմա արդեն տելևիզորներ չեն լսում, YouTube-ն են լսում։ Կամ YouTube են լսում, հա։ Դե հա, որ YouTube-ով ես էլ եմ նայում ինչ որ համերգն որտեղի ճարենք այսօր, որը ոչ Blu-ray կա, ոչ բան կա, ոչ այս բան կա։ Նայ, ես օրինակ այդքան լիքը բան նայեցի քո հետ, ու ինձ հետաքրքիր է, դու երբ որ գրում ես, քո մոտ ինչ որ կասկած առաջանում է քո գրածի հանդեպ։ Սա կասկած է։ Մի անգամից կասկած է, որ սա պրավալ է գնալու։ Էս էլ է, որ հիմա ասում եմ սպրկայ, բանը կասկածում եմ, ես չհավանեցի, այն կողքը չհավանեց, չենք դնի, վերջին օրը կհանեմ այդ կտորները։ Դու չհավանեցիր, հասկացանք, բայց այն կողքին ում նկատի ունես, այդ լավ դերասանը դերասաններին պետք է ինքը իր դերը հասկանա, եթե ինքը այդ դերը իր համար հարմար չի, նկատին եմ անհարմարություն առաջացնում, հարց է առաջացնում, չի նստում վրան, ինքը կամ խոսում ենք, բացատրում ենք, որ sense պիտի անենք, փորձում ենք օգնենք, չի կարող, կամ իրան ենք փոխում, կամ հանում ենք այդ կտորը։ Տենում եմ, որ ինքը մեղավոր չի։ Այսրան էլ ինքը լավը չի, լավ։ Օրինակ, Բայց եթե ինչ պատրաստ ես կոմպրոմիսի գնաց դերասանի հետ։ Եվ Սահակյան Արտուրը այսօր ասում ամենահատները, ինչ ուզում ես արա։ Ես օրինակ մի հատված էին գրել, շատ վատներ դա ֆարս մաժորի մեջ։ Չէինք հասկացել, որ Նոյան տապանում ինչ որ կենթայիների էլ Ամազոնից պատիրել են այդ բաները, մտնում են, խոսում են ինչ որ կինը խոզը, բանը, Էդգարը սպանը, խոզի կնիկը, բանը, բան, սա զգացի, որ տղեկ ասի բերեք մի բան հանենք, вообще այս Նոյի կտորը դրա պատճառով հանենք, որտեղ սա ահավոր բան է։ Վերջը լավ ասեցինք, մեր կուտել կրճատելով բանը, հասավ ձմեռ որ ժամանակ կար փետրվարի համար։ Ես բարձի բերեք այդ կտորը անենք կինոյով շատ արագ կինոյով շատ լավ այդ գրոկ կենտայիների նավակեց Էդգարը մտավ ոչխարին իարայ խաշլամեք հələ միացեց արագ այս ինչա դուք եք տերը տապանի բանակրդալու այդ կտորը Էդգարը մտնում է տապան ու սաղ կենթայիների մեջ բաներ է գցում կռիվ է գցում իրար մեջ կենթայիները իրար դա ծանոթ երևույթ է իսկ արջը գնում է բանին պինգվիններին ուտում է բան ասում պինգվիններ արջերը ձեր հետ ուզում են կենակցեն ոչ ընդունված դիրքերով օտար մարմին են բայց բաններ իմ մեջ այդ վերջում ասում եմ դուք եք տերը տապանի վրեժ ուսախ Հետեր ենք տեր, որ կենթայիներն իրար սկսում են ծեծել, ասում ես, չէ, տես պրոմպտ ես գրում որտեղ մեկ էլ տենում ես մի բան պակաս, ասենք մի հատ արջ ես գույնի է, որ ասես այս արջին փոխի, ինքը սաղն է փոխելու։ Չգիտեմ, իմ համար այնքան բան է, այդ որ AI-ով կարելի է ինչ-որ բան ստանալ։ Լավ է դա։ Իմ համար այդ ահավոր է։ Առաջինը ես ահավոր ձանձրանում եմ լուբոյ AI կոնտենտից, որովհետև այն ջանքը, որը պահանջվում էր առաջ անիմացիա ստանալու համար, նաև նշանակում էր, որ այդ մարդը ահավոր շատ էր ուզում մարդկանց այդ ցույց տալ, որովհետև դե անիմատորը չէր նստի ինչ-որ բան նկարել։ Անիմացիան լավ բան է, բայց իսկ AI-ով հիմա պետք է նորմալ ստեղծագործող տաղանդավոր մարդուն դա պետք է օգնի։ Եթե դա չի օգնում քեզ, օրինակ հիմա ես Էդգարին չէի կարող AI-ով սարքեի։ Հա Չէի կարա ֆոտոն դնեի ասի թող sense բաներ, դա հիմարություն կլներ, ոչ միմիկա, ոչ բան, թատրոնը, չէի վերջո կամ կինո է։ Ես ուրեմն ինչ եմ արել, ասել եմ այս սաղ կենթայիները թողել եմ կանաչ ֆոնի վրա։ Սաղ կանաչ ֆոնի վրա Էդգարին նկարել են կանաչ ֆոնի վրա ցույց ենք տվել այդ սարքածը չափսերը տեսել է այդ այն չէ տարել եմ Adobe After Effects իմ ձեռով Adobe After չափսերը կենթայիները հետը երաչափությունը պատկերը վերջը գործ է սա AI մի քիչ շտկել է AI-ն օգնել է որ լավ չէ էլի որ օրինակ դու էլ ես կարող ինչ որ բան ստանաս ու ես էլ եմ կարող բայց դու չես կարող ստանաս այն ինչ որ ես դե բայց որովհետև հենց մենակ AI-ով չես աշխատում ինձ ներվայացնում է որ մարդը պրոստը նստում է ու AI-ով ինչ որ ստեղծում այն բան դերասաններ կան, այս շատ կարևոր թեմա է, ես էլ ասեմ, մենակ չասեք մի սպոյլարա։ Ում նկատի ունես Սարքսյան, հին դերասաններ։ Նկատի ունեմ այսօր դերասաններ են գալիս, այսօր իմ տարիքի մի քիչ մեծ ու ինտերվյու այսպես նստածել եմ այդ պատկերը դրանից մեկն է կերել դերասանա, դերա խաղացել։ Հիմա հարցատայս իմ դիսես պատասխանի, չէ։ Ինչ կապ ունի։ Չի պատասխանում։ Չէ, ինքս Պաթոսը։ Սեփ մենք գնացինք։ Այդտեղ ու ինքը մտավ Այնքը տեղը խաղում դա ահավոր բան է։ Դերի տակ մնացել, հա։ Բոլոր դերերի։ Հա։ Սաղսուն դուկյան թատրոնն նախ հիմնականում խոսում է Խորեն Աբրամյանի նման։ Ահա։ Չես կարա դու Խորենի նման խոսես։ Այդ մեկ ու տենց այդ դրանց երկու հատ կնում մի հատ կինը 320 տարեկան մի հատ էլ տղամարդ վարշե չգիտես ինչ երկուսի հետ հարցազրույց տաճատ եսի ինչը ես ետա եսի ինչը մարդու անուն չենք տալի իրանց ես սարքել եմ Adobe After Effects-ը այսինքն ոչ թե մենք խաղում ենք ես եմ խաղում Ժաննան է խաղում հիմա այդ Ժանը այդպես ասում ես մի շարժի քիթդ
Այդ քթի վրա ես էֆեկտ եմ դնելու։ Երբ որ շարժես, ես հավես չունեմ տրեք բռնի։ Տրեքինգ արա։ Ուրեմն սենց կանես, մեկը չեղավ, երկուսը տանջվել ենք, արել ենք, վերջը եղավ։ Ձենը եղավ, պատկերը ֆոկուսով իմն եղավ, հիմա նստած սրանք այդտեղ օպերատորը չի դիմանում, այնտեղ ոնց որ այս մարդը մտնի, ասի, արա դե զզվեցրի կարա։ Արա դու տեսել ես Դաստին Հոֆմանը ինտերվյու տալու տես բաներ անում։ Ասի կերտել եմ։ Դա Դենիրոն տեսել ես ո՞ն։ Այս տեսել եմ թե ոնց է Դաստին Հոֆմանը ցույց տալիս, թե ոնց է Դենիրոն ինտերվյու տալիս։ Որ ինչ ասում ես։ Այդ մարդը նորմալ բառ է, որտեղ ինքը իր ստեղծածը ընդեղ է, ինքն եկել է հիմա ինչ որ բաներից խոսա, կյանքից, քաղաքականությունից, բանից բան։ Հիմա դու ինչի ես եկել ես ես մեծ բարմատացի գնացի տուն մեկել եկա արա հանգստացի մի հատ ու երբ որ դրանք տենց բան չգիտի որ Բրեժնևը մեռել է Ոնց մեռել է հա տենց հարցում ասում Չգիտեի որ հիվանդ է։ իրանք սիրում են փափազից խոսալ Երբ մի օր ես փափազին հարցրեցի ես հաղորդավարին ասում եմ Փափազյանը մահացել է նենց որ մենք կենթանի մարդկան ողջ մարդկան Հյուրիդո փափազը մահացել է այս կերտում են բանը սել կուրսկոր խոսում է գնում կպրում է հաղորդավարուն ու վերջ օպերատորը սրանց շան լապը թափում է գլխին ասում է դուք այդպես որ գոռում ես ես կնոջ օրգազմ ես տան ինչեր եք խոսում այդ նման բան վերջին անգամ ես ունեցել եմ երբ 72 թվականին Շավարժ Կարապետյանը ինձ հանեց խորտակվող տրոլեյբուսից արա տրոլեյբուսի մեջ է Ժողովուրդ, այս տրագիկոմեդիան ուզում եք նայեք, որ գիտեք ինչի եմ ասում ես ձեզ, որ գովազդի վրա շատ փող չծախսել։ Դեստեն չի։ Բանը, լավ, Instagram-ում $10,000 ծախսել եմ արդեն մի տարվա մեջ։ Մենք հրավիրված ենք, չէ՞։ Չէ։ Դա ասում որտեվ ես Դու ոնց կարաս ես հրավիրված, եթե դու մասնակցում ես այնտեղ։ Ես քեզ կանչեմ դեր կտամ, բայց մեջը չէ։ Ինձ բանը, Դեր կան էկրանին։ Կնոպկա սխմելու։ Դեր կան բանին ու հանդիսատեսին ասում պիտի չհետաքրքրի թե ով անդեղ մասնակցում էկրանին է թե բեմին heç կապ չունի Հա, կապ չունի։ Գնաս կնոպկա սխմես։ Կնոպկա սխմելը չի ախպերս ես Ասես մարդը որ կնոպկա սխմի։ Դու ինչ որ մեկը գա կնոպկան սխմի։ Ուրեմն կինո Մոսկվայում երբ որ ես Դուր չխաղալով խնդրի Կինո որ։ Մոսկվայում այդ մի հատ լավ մարդ կա որը միացնում է այդ իրանց կինոն Հիմա փոխվել է Այդ լավ մարդը բայց բան։ Այդ լավ մարդը մի օր ուրեմն իրան ասել են որ ներկայացումից առաջ ասել եմ այս ֆրազի վրա երբ որ կասեմ այդ կինոն կմիացնես Ես այդ ֆրազն ասում եմ շատ բարձր բան ինտերվյու է լավ է գնացել այդ ինտերվյու մանավանդ դահլիճից չեն հազացել որ հազում են ֆրազերս գցում են հա ու ասել կինոն չի միացնում արա ուզում եմ հասկանամ ինչի չի նայում եմ տերում այսպես ինքը նայում է Բայց ֆրազը ես գիտեմ ինչ էր Չմիացնես կնոպկեն Չէ ֆրազը սենց էր թող լինի եւ ինչը ես իմ ինչ հաղթական սենց մի բան դիլ չի միած վերջ են կողքից վերևից բարից մի բան միացրեց վերջ ոսը խիչ ես միացնում ասում եմ ոնց խիչ եմ միաց դու պիտի դուրս գաս որ ես միացնեմ ինքը գիտես ինչ է սովոր կան ընդ ռեժիսորները խոսան բան դուրս գա կինոն միացնի Շատ ջան Դրա համար իմ այդ մարդա պետք ինչա Գտածակով մարդա պետք էլի Հա չէ մարդա պետք ոչ թե միացնու այդ դրան ասի միացնու Բեմ թող ինքն էլ բեմ։ Դե լավ ես եթե բեմում չեմ լինելու կմիացնեմ ես Հա դու միացու Բայց մի հատ այդերքիր թեմա կա էլի մի քիչ կուզեի խոսանք դրանից Այս կինո ինդուստրիա Սեքսից չէ էլի երկուսով չխոսանք Հա դե սիմ Բանը կինո ինդուստրիայի մասին բանի casting ստուդիաների օրինակ ինձիվիդում casting ինչ-որ Globe Progress բան sense ինչ-որ բաների մասին այն Instagram բլոգեր դերասանների մասին ոնց ես նայում էլի այդ հարցին որ Ես չեմ էլ ճանաչում եք տենում unboxing են անում այդ unboxing-ների մասին կուզեի Ես մի հատ unboxing արեցի ինքս գովազդի համար բանը Պարոնյան թատրոնը տեսա որի մեջից դուրս եկավ Արման Ղազարյանը ու ասեց ֆարս մաժոր Թատրոնն է կամ unboxing-ը։ Just տեսա վիդեո Ասեցի մոդա է այմա ամպրոշներով դուրս են գալիս Get ready with me բան։ Հա մի հատ էլ զզվելի բան կար շատ ասում բանը Իսկ դու գիտեք որ պիտի իմանամ Ավիզնալի բայց ինչի պիտի իմանամ Դու գիտեք որ դες բաներ են ասում գիտեք որ սխտորը խառնեք գազարին գազարը խառնեք ես ինչին 5 րոպե ավելի կապրեք Ընդ իր ֆորմուլիրովկե կան որ իսկ դու քանի տարեկաններ երբ դու իմացար Դու գիտեք որ Մեկ այդ եթե դուք ուզում եք դա ձեզ համար է ինչն է իմ համար
Medical blade դանակները։ Հա, պրիտոմ բաները վատ արած, ասենք գոնե ես դեմ չեմ որ պրոշները փոխեն, բայց գնան լավ վարպետի մոտ էլի, լավ ուստապտի փոխի, ամեն ոնց որ գրոկն արած լինի։ Գրոկն ավելի լավ կանի, որ ասում որ ասես մի քիչ շրթունքները փոխի, ինքը մի քիչ չի անելու, աստած շատ անել։ Սիլիկոնի թեմա։ Չէ, այդ բան, որ բանկա հոգեբանական հետազոտություններ կան, որ մարդը որ գալիս է բան վիրաբույժի մոտ, որ դեմքը փոխի, ինքը առհասարակ չի կարող անցալ իր երեսը ինչ տեսք ունի։ Իր մեջ շատ խզված է ինքը իր անցալումը, այս ինքը իրան չի ճանաչում, չի սիրում, չգիտի ինքը ինչ տեսք ունի։ Դրա համար ինքը սա ուրճացնում է, որ սկսի տենալ ինչ որ բան։ Տենց է մազերը կտրելն էլ։ Դու կողքից տենում ես, ոնց որ բան, էլի, այդ որ բան, կինը սաբրակամից հակնում, ասա դու կողքից տենում ես։ Շոկնել է, բան։ Գիտեք ինչն է, թուրք մեդի, ամեն ինչի մեծ է, ինչով ասենք կուրծքը մեծ, կներեք։ Ինչքան մեծ։ Չէ, բայց ինքը լավ բան է, որ մեծ է։ Ինչով է ինքը լավ։ Չէ, ինքը գեղեցիկ է էվոլյուցիոն նշանակություն ունի։ Իր չափի մեջ, չէ։ Էվոլյուցիոն նշանակություն ունի։ Այդ կոմեդ ժողովուրդը ընդդեմ Լարի Ֆլինտին։ Որ գալիս ասում եմ ասես նկարի թող ոտերը ասում է, բայց դա անհարմար, ասում է դու Աստծուն հավատում ես, բա մարդը չստեղծ, Աստված գիտի ոնց է ստեղծել։ Դու ինչ ես դեմ դուրս գալ։ Հայ հիմա տենց է ստեղծել, տենց թող մնա։ Չէ, դեմ չեմ, թող մի քիչ փոխի, թող մի քիչ գեղեցկացնի, կաշին Տեսած խոսք կա սովետի վաղ, հետո մի քիչ կաշին կաշելս երեսիդ ման ես գալիս, կաշին թող մի քիչ բզմզի բան, բայց ինչ Դա էդի բանա, չէ, պրակտիկ։ Այո, մարդը որ չի հասկանում, որ ինքը տենց ավելի տգեղ է, թող տենց էլ մնա։ Հետո այդ ուրիշ հարցեր կա, այստեղ։ Տենց մարդը որ մարդը որ տենց տեսք ունի, դու գիտես, որ ինքը այդ հնարավորությունը ունի։ Հա։ Այդ էլ է կարող, օրինակ ժամանակին ինչեր ավելի տենց չաղ մարդիկ ավելի գեղեցիկ էին թվում։ Իհարկե, դուք միշտ։ Բայց բանը քաշից մեկ եք չխոսանք։ Լավ, չխոսանք, բայց դա ասեմ, ես 20 պարամետրերը փոխում եմ ըստ 40-ից 50 տարեկան մարդկանց, ասեմ, ես անցել եմ այդ этаպը, ես շատ մեծ։ Երբ որ 45-ում բանում դուք արդեն տենում եք 1 կիլո ավել է, արա զգույշ եղեք այդ վախտից։ Եթե դու թողեցիր, ես չեմ թողել, ուղղակի իմ մոտ պատահաբար ես վնասված կեի տարել, տունն էի մնացել ու այդ չէի նայում ինչ էի ուտում, որ իմանայի ձուկ ուտեի, ոչ մի բան չէր լինի, բայց այնտեղ ինչ ասես հացեղեն բան, պերաշկի մի կերեք, կուկուղուզ մի կերեք, ծանր ածխաջեր մի կերեք, շնորհակալություն։ Բայց բանն է, այդ ձվի պահը ոնց է, այսինքն ձուն դա պրոտեին է։ Հա, բայց սպիտակուցը թե դեղնոցն էլ հետ է։ Դեղնուց ավելի սպիտակուց է։ Հա, ճիշտ է։ Նենց որ դու ձու ինչքան ուտես, ձվածեղ ուտես առանց ձեթի իհարկե։ Հա, բայց սա կապ չունի։ Օր տենց մի 3 ամիս շարունակ օրական 10 ձու էի ուտում։ Չէ, բայց իրականում 6 կիլո գցեցի փետրվարին ու 10 օր կերել եմ բանը վաստուրմայո ձվածեղ առանց ձեթի իհարկե այդ եմ կերել մենակ աղ բան ամեն ինչ նորմալ ու ամեն օր ես կշռվել եմ ու ամեն օր 500 գրամ 600 գրամ 400 գրամ մի օր կարող է 0 բայց տենց որտեղ դու ինքը ճիշտ բան է։ Իրականում բան է, կարաս ածխաջրեր ուտես, կալորիայի դեֆիցիտն է մենակ հարցը լուծում։ Այդ թաղ մնացի երկրորդական է։ Պրոստը պրոտեինով սխալ բան ես ասում։ Չէ, ճիշտ բան եմ ասում։ Սխալ այնքը։ Աբսոլյուտն ճիշտ։ Հիմա չեմ ուզում վիճեմ կոյ ժողովուրդ կալորիա չի էլի։ Կալորիա մի հաշվեք։ Հիմա ես պատմեմ մի քանի դեպք կապված կալորիա հաշվողների մաս։ Ուրեմն հիմնական մասի մասին է խոսքը, այդ էնդո ինչ են դրանք։ Էնդոները։ Հա, հենդոները։ Իրանք ոչ մի բան ինչ սովորել են իստի ուտում, ասենք 2001 թվին ավարտել, էլ բան չգիտի։ Լյուբոյ chat GPT, որը գրոկից վատնա, ավելի շատ բան գիտի, parza որ դեղի ֆարմակոլոգիա գիտի, ես գիտի, ես պատահաբար հայտնվել եմ իր մոտ, ուզում եմ իմանամ շաքարից մի քիչ բարձրացել է ինչ կարելի է բանում, քաշել ունեմ, տեսնում եմ որ ունեմ, ես էլ գիտեմ ոնց է։ Ասում եմ, ես սենց եմ անել ու սենց եմ անում, դա նենց վտանգավոր բան է։ Ասի ինչն է վտանգավոր։ Լյարդին ես իմ ինչ կանի, լեղապարկի, ասի աղջիկ ջան, դու իմ լեղապարկի հետ ինչ կորդ։ Կամ ինչ գիտես, ունեմ լեղապարկի համար։ Ես եթե մարդը քո մոտ գալիս է, որը քաշ ունի, հևում է, խեղդվում է, կնիկը տնից հանում է, երեխեքը տկում են վրան, որտեղ տուն չի կարող մտնի։ Իրան չի հետաքրքրում լյարդը ինչ կլինի։ Մարդը բոմժ է։ Դու ստավաշապ։ Իրան գիտեն վախացնել, աչքի բժիշկն էլ վախացրել։ Գնում ասում ես ուզում եմ, ասես մի հատ բան ուզում եմ, այս ակնոցը չդնեմ, ընդամեն։ Դուք երևի կատարախտ, մատարախտ։ Ուրիշ ակնոց է խորհուրդ տալիս։ Ալիևն է գալիս։ Ինտերնետ գրում ստեժորդ։
Հա, ռեմոնտ տեսել է, հա, այս Այս բանա կալարիտա։ հա, հիմա ավելի վատ բաներ են ասում, sense բաներ ու այդ կալորիայի լսվելու, չէ՞։ ասում եմ, եթե դուք լսեք իմ Եթե խորհուրդները ռեմոնտի ձեներն, ու պրոստորի։ դուք կալորիաները բանով սնվեք, Հա։ ձեր քաշը էլ հետ չի վերադառնա։ Ասում եմ, լավ, այդ ձեր ասած կալորիայով քիչ հաշվելով, կյանքս գնալով, ինչ ասում եմ, դրան մոտարապես 2.5 տարում դուք ասի աղջիկ ջան, ես քանի տարեկան, ես այդ 2.5 տարին ապրելու ունեմ, ինձ պետքա բեմ բարձանամ։ Չէ, ինձ պետքա ստեղ ես ինձ գործի պետք է։ Ես էլ քեզ չեմ էլ ասում դու ինչա։ Ես եկել եմ ասում եմ քեզ ուրիշ բան։ Ես ասում եմ, որ ես սենց եմ նիհարում ու նիհարելու եմ։ Գնացի մոտ ամիս ու կեսից, այս սենց անցյալ տարի էր։ Ասեցի ոնց է, ես կարայի դու Բայց ինքն էր չաղացել։ Ես բացատրեմ թե ինչի է մարդը նիհարում դրանից։ Ինքը չի նիհարում ոչ պրոտեինից, ոչ բան։ Եթե դու պամիդոր էլ չես ուտում, բանջարեղեն չես ուտում, ոչ մի ածխաջուր չես ուտում 10 օր գոնե, քո օրգանիզմը դա պահանջում է։ Ու որ տենում է չես տալիս, քո ծիծիկներից է հանում շատ ներողություն։ Քո վրայից է հանում։ Բան կան, հետազոտություններ կան, որտեղ հենց ածխաջրային դիետայի վրա ավելի լավ են նիարում, քան թե պրոտեինային։ Բայց շաքարավազն էլ շատ վնաս։ Ածխաջրածնային Չէ, Բայց պետք է բայց ինքը պրոտեին չէր ուտում, չէ, պրոտեին չէր ուտում, չէ, մենակ ածխաջուր էր ուտում։ Ուրեմն տենում ես այնն էլ է պահանջում չի կարում ստանա։ Դե ամեն դեպքում ածխաջրերը պետք են մեզ։ Ես մի անգամ մենակ ճարպով եմ նիարել։ Հավես կար, ես սիրում եմ սալ բան, sense բաներ։ Ես մենակ առանց հացի առանց բանի էի ուտում։ Սամագոն։ Շատ չէ, բայց ասենք մի ամսում 1.5-2 կիլո գնաց։ Իսկ կալորիայով մի ամսում 2 կիլո չի գնալու։ Համել սպորտով ապեց բավը։ Արա, բայց չեք կարող ասեք, այս ձեներին վրա ազդում է։ Ին վրա էլ ազդում։ Մեր վրա էլ ազդում, բայց բան, այս Բայց նրանք չեն, չէ։ Մենոնք են երևի։ Երևի այս դրսի բանն է։ Սա դուրսը բան են սարքում։ Բայց բանը, вообще ոնց է սպորտի հետ կապված, ոնց է զբաղվում։ Ես դες սպորտ չեմ սիրում, բայց գիտեք ինչ եմ սիրում, այսօր գնում եմ մարզասրահ կամ գցվում եմ ջուրը այնտեղ, որ հոգնեմ գամ տուն, որովհետև все-таки սաղոր ես կոմպիտեմն եմ կամ սպորտի տեղը, որ հոգնեմ գամ տուն, այդ նեղ բանաուշնիկները միացնեմ, լավ այն ձեռս այս ֆրացնելով միացնեմ Ջակոբ Բրո, լավ տենց այդ նորվեգ ջազմեններին բանը միացնեմ, պարկեմ գնեմ ու հա, այդ playlist-ում նես պիտի հավաքես, որ հանկարծ ծափով գործ չլինի, որ վերջում ծափ տվեցին դու արթնանում ես։ Հա։ Այստեղ ես ունեմ անծափ գործեր։ Հա։ Որ live չլինի, էլի, հա, ցա ստուդիա լինի։ Այս բանը ծափերի մասին խոսանք մի քիչ։ Հա, Ներկայացման դերասանները ծափերի շատ են սիրում ծափեր, ես չէ։ Այս ոնց է էլի, չի խանգարում այդ։ Ես չեմ կարող անուններ տամ, բայց նրանք մեր ընկերներն են, որ Տուր էլի։ չեմ կարող։ Տուր տուկը դնենք ստե։ Ծափերը հետաքրքիր է որ բանը։ Ծափ կդնենք։ Իրանց էլ ասեց, արա ծափը չէ, էլի հերիք է այդ բանը։ Հիմա գիտեք շատ դժվարացել է, ջահել կլինի, մեծ կլինի, երբ որ ներկայացումը նայում ես կամ իր ֆիլմը նայում ես կամ իր նվագածը լսում ես ու ինքն էլ հարցնում է ինչ կարծիքի ես ու այդ կարծիքիդ մեջ մի հատ բան եղավ, ասենք ասում եմ ձեր օգտագործած երաժշտությունը շատ տարածված երաժշտություն է, ինքը չի սազում ներկայացման մեջ, այնց երաժշտություն, որ ամեն հաղորդման մեջ միացնում են այդ ասենք Կլայդերմանի նման բան կամ Ալբինյոնի կամ բան։ Ինքը կարող ասի հա կամ չէ, կարող ասի հա չէ, ես եմ անում։ Բարդասում գիտե, երբ որ ես սենց, երբ որ քո գործերը նենց, երբ որ մարդը անձնական անցնում էլի։ Շատ նեղ են տանում դերասաններից համեմատաբար ջայել 35-40 տարեկան ասում եմ, որ լավ է, քո կերպարը շատ լավն է, բայց որ անդադ ինչի եք այդ ասենք լավ չի էլի այդ ինձ ծիծաղի։ Ինքը արդեն ընդունում էր, որ պիտի չծիծաղի, կողքից եկան են մեծերը, հավաքվեցին, դե մենք գիտես, մենք սենց, այնտեղ սենց մի թատրոններ կան, որտեղ ընդունված է, կինը կմտնի դերը կխաղա, նորմալ խոսա, մեկ էլ դուրս գալիս մեկ չի արա։ Բայց ասում ես մի արեք տենց բաները, բան չէ, ցիրկ չի։ Չէ, կդնեն քննարկման, կսկսեն բան անել, սենց դուք ձեր դերերը վերցնելուց, այդպես դրեք քննարկեք, հասկացեք, ոչ թե դրեք, որ մեկը գալիս ձեզ մի բան ասում։ Այնց արեք, որ այդ վատ բաները չանեք։ Բան, հա, բայց այդ ծափերի մասին հետաքրքիր է, որ ծափերի մասին ես շատ չեմ խորացել։ Որպես stand-up կոմիկ, stand-up կոմիկ եմ, էլի։ Բանա, մեր համար, չէ, մի քիչ դիմացիա, սա կասեմ։ Չէ, հա, այդ ես խրխրացողներից եմ։ Չէ, իմաստը ինչն է, որ ծափերը իմ ամենաչսիրած ռեակցիան է։ Ես եթե ինչ որ կատակ եմ անում, ասում եմ, լսեմ ոնց են մարդիկ խնդում։ Եթե դրանք ծափ են տալի, իրան ծափն է իմ մոտ հազը։ Հա։ Դա հազար ռեակցիա չի։ Մարդկա գալիս է հազալու։ Հազար։ Բայց եթե լանկրթություն 1000 հասկացանք։ 1000 ասենք վատա,
Արա գիտես ոնց են։ Ու բեմի վրա չէ։ Դերասանները։ Ու ոչ են խնդալու տեղերը կամ բան որ բնես տեղը որ ամենայն ավոն օրինակ ասենք բաներ Գրիգոր Լուսավորիչի դերում ես ձեզ հավատք տվեցի դուք դա դարձրեցիք ամբողջի Բայց գիտես այդ հազը ոնց է։ Ալո։ Վերջերս իմ մոտ հասկսեց ես տնից դուրս չէի գալիս որ մարդկանց չխանգարեմ գիշերներն է ճիշտ է բայց ավելի շատ որովհետեւ մարդը որ տենում է շրջապատում շատ է հազում արա գնա բուժվի էլի դու չի հասկանում որ խանգարում է ինքը գնա բժշկի կամ մի հատ այդ կոնֆետ տեղերից գցի ու դեմ չլսվի Ես մի հատ բան գրել էի ծրագրամքի մեջ չի կարելի նկարահանել բան եւ հազալ ցանկացողները կարող են հազալ ներկայացումից առաջ ընդմիջման եւ ներկայացումից հետո Ինչ կա վիրավորական չէ Դե հա բայց վիրավորական այնը որ ինքը գայս sense բան հազում է հանդիպ բան դերասանի մանալոգի ժամանակ է դա վիրավորականը ես Կարայանի համերգներում էի ես շատ էի սիրում Բեթհովենի սիմֆոնիաները մանավանդ ու գիտեի որտեղ մեկ այն ժամանակ հիմա լսեցի հանել են այդ Հիմա հանել են այդ նույն սիմֆոնիաների մեջ նոր բաները էս հազերը հանել են Հա այդպես բաները մաքրում են հանել Այդ ծրագրով չէ տիային անի Ահա Ես եմ հանել Էդգարը տեքստեր ասում ուզում էի գովազդի մեջ դնեի ասում է դուք թշնամին մտնում է մեր երկիր սա էլ ասում է ես երկիր եմ ուտում թող մտնի Հա Այդ որ ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվել ախպեր Հա այդ քաղաքականությամբ բարը Անկապ միտեղ տենց ձերի մի բաներ դրեցի հանեց առանց ոչ թե հանեց գրեց ուրիշ թրակի վրա Այդ թրակը տվեցի Էդգարին ասի լսի թե ինչ Դի ուղարկի այդ հազովսը Պետք է հանես մենակ հազովսները սենց Բայց ինքը մեկա ձայնը լավ ներկայացումը լինի հազովսների Էդգարի ձայնը որ կար ինքը շատ անբնական էր լավը չէր ես ստիպված էրան ռևերեմ ավելացրել ես եմ արել հանել դրել ինչ ասես անում ենք բաններ ես երեք ներկայացման էի ես вообще տենց հա ասենք որ սենց նայեմ ինչ որ կարևոր շատ տենց իմ համար բան կհակնվեմ կլասիկ կհակնվեմ բան բայց ես ոնց որ առօրյա եմ ասենք սպարտիվկով տենց բոթասներով գնացել եմ թատրոն ներկայացում նայելու իմ համար դա մի քիչ երկրորդ պլան է էլի գնացել արդեն քանի որ սիրով եմ գնում նայեմ Էլ չեմ նայում ինչ տեսքում եմ այդ բանը։ Ինչ է։ Լավ եմ։ Ու բանը, ես երրորդ շարքում առաջի 21-րդ տեղն էի նստած ու տենց մի 8 տեղ էլ կա, էլի որ մարդիկ պետք է նստեն։ Գալիս են այդ մարդիկ սիրուն հագնված կլասիկ լրիվ որ շատ սիրուն են, էլի։ Ես մտքովս չեր անցնի, որ իրանք կխանգարեն ներկայացումը, էլի։ Ես սուսուփուս նստած նայում եմ ներկայացումը, կողքից հերախոսով են խոսում, զանգագալի պատասխանում են, իրար մեջ են խոսում, այսինքն շատ խանգարեցին։ Մենք դահլիճում պահում ենք մի հատ մարդ, որի անունը Անդո, շատ լավ, Անդոն պիտի հսկի տենց բաներ, բայց այս վերջերս Անդոին էլ են բանի տեղ չեն դրել։ Չէ, տենց հերախոսով խոսածող ես չեմ տեսել վաղուց։ Ֆարս մաժորի ժամանակ չեմ տեսել հերախոսով խոսածող, բայց հազացողներ շատ կային։ Ոնե սեզոնային ես ամառն եմ խաղացելի հազում են։ Մեկ է զանգ էր գալիս հազում են։ Զանգ շատ էր գալիս ու ձեները չէր անջատած հեռախոսի։ Դե թող Անդոն զբաղվի, էլի։ Իսկ բանը, բաբշե ոնց է այդ հարցը, խոսքի մինչև մտնել է։ Արտեմ Մարկոսյանին գիտեք։ Հա։ Հետո խոսում ենք, ինչ որ հատված ասեցի ես ֆիլմով պիտի անում։ Ասում դու դուրս արի բեմի վրա ստենդափի պես խոսա։ Արա ասում եմ։ Հա, բայց ճիշտ է ասում։ Ուզում եք դու մի օր ես մեռնեմ։ Արա դու ասում ես դու գիտես որ ես այս ներկայացման այս ամեն ինչ որ սարքում եմ այդ քո ասած ադոբը, այս գրոկով, մրոկով, հետո այդ գովազդները, այդ ամբողջ բանը գովազդների մեջ մասնակցում, գալիս են դահլիճը սրա վրա ու հետո դուս գամ բեմ կարող է այտենց են մարդիկ մեռնում։ Չէ, դե սաղ մի կողմ դնես, ուղղակի մոնո ներկայացում սարքես։ Չեմ սիրում ես դες բաներ։ Սիրելու Որտեվ ես չեմ հնարել այդ մոնո ներկայացումը։ Ես դի անեմ նես բան որ ես եմ հնարել։ Այս կինոյով թատրոնի ձևը ոչ թե ես եմ հնարել, սա ուրիշ ձև է արած որ չկա։ Դե մոնո ներկայացումը կարելի է հազար ձևով անել։ Մոնո ներկայացում կարամ անեմ լավ շատ է։ Գիտես ոնց։ Ես կվերնամ կամերային թատրոն, տոնական պահերին, նոր տարի է ես ինչա տենց։ Կվերցնեմ 4-ը ներկայացում, այդ բաներով տենց այդ գարին էլ կվերցնեմ թող ֆրֆռա կողքից։ Մի հատ էլ աղջիկ թող ֆրֆռա, բայց ես մենակ չհել եմ էլ հիմա։ Ես պատրաստ չեմ սերս փոխեմ։ Չէ, դե այդ գարի տեղ կա գարի, Չէ, դե ընկերներն մի խոսքով, ես կարամ այտենց մարդկանց հետ խոսալով բանով, իսկի տեքստել չեմ բանը, մի թուղթ կպահեմ, որի վրա գրած է ինչի մասին չի խոսա։ Հա։ Կամ ասեմ հուշեք ինչի մասին խոսամ։ Կասեմ թուղթը կտամ ձեզ, կասեմ այսինքն ասեք որ ինչի մասին խոսամ։
խոսակցություն, մի հատ էս ֆիլմ կար Monty Python, գիտեք այդ Հա, տղա։ երկե։ Գալիս են մարդուկին ռեստորան, այս պատուցողը գալիս է խոսալու թեմա է մենյուը բերում։ Ասում ես կա խոսակցություն այսօրվա ֆուտբոլի մասին, կա կյանքի մասին։ Այդ էս ոտ խոսակցության նյութ տան։ Դեռ ցեմ միշտ մոնոլոգներ ես կարդում էլի, ինտերվյուների բաների միշտ մոնոլոգի մեջ մտնում։ Բայց կարող է ստենդափի բանը պահը մի քիչ տենց կարող է մի քիչ սխալ ես հասկացել ստենդափը ընդհանրապես դրա համար մի քիչ տենց հակակրանք կա։ Ես հակակրանք չկա, ես իրանց բաներից հակակրանք կա, այդ թեմաներից։ Այսինքն կոնկրետ կոմիկների հանդեպ։ Ոչ խաղը, ոչ բան, այդ գիտե այս թեմաները, այս հələ եւ Արանորը մեկը sense բան ասեց, գիտեք ինչի է տղամարդու ականջի մեջ մազեր աճում, որ կնգա ձենը չլսի։ Շուտից բայց այս բաներ չէ։ Ահա։ Ասենք ոնց կարելի է փող աշխատել այդ բանի վրա։ Չէ, դա շատ բիտավոյ է, չէ։ Բիտավուխա է այդ սա։ Եթե դու Մենք բիտավուխայի հարցը չէ։ գոյություն ունի Ժվանեցկի, որը էլի ստենդափ է էլի համարյա, եւ կա Կարլին, որ հելնում ասում է չորտ ու ձեթի երեխեքին շատ է ես դա sense են կանում են աշի։ Այդ կա տենց։ Ու կա որ ասում է զոքանչը մտնում է տուն։ Արա հայերը գիտես ոնց աշխարհում մենდა մեկ էլ մարդը տենակ չէ որ փողոցում կայնած ասեն Իմ համար գիտես ինչն է ամենացավոտը որ քիչ է որ այդ ուղակի ամոթել է այսօրվա օրով տենց բաներն ես կարդաս մի հատ էլ այդ ոճի հումորը ինքը մոտավորապես 100 տարեկան է արդեն то есть ամերիկայում 30-ականներին примерно այդ կատակները նորաձև են այն էլ բանում կլուբներում բարում ռեստորանում ոդևիլում այդ վաղտվա կատակներ են այդ 30-ականների կատակներ են ամերիկայի ու ասում եմ գոնե երկրորդական բան է կանում Կարակ 60-ականներից, 70-ականներից, կարակ մի քիչ ավելի նորը վերցնեք, էլի, եթե մեկը երկրորդական բան ես անում, մեկը գողանում ես մի դեպք։ Ես մի հատ ուրիշ լավ բան եմ ասում, եկեք ելնում գնում Լոս Անջելոս вообще, կամ եկեք вообще դալիճ։ Եկեք սարքենք դիջիտալ թատրոն։ Ես սարքեմ սա հետևը տեխնիկան դնեմ, բան հատուկ դեպի Amazon-ից կարաս առնես $700, դաս իրանց նրանց։ Ասենք ես տեղ Լոս Անջելոսում համերգ եմ դնում, բայց ես տեղ եմ։ Իրանք գալիս են իրանց կլուբում, բան են, եթե ես ես ասեցի, չէ, գնալի է մեկնանի, բայց ում որ ասում ես արա այնտեղ, ասում է չէ, չեն գա, վախում է։ Հիմա մեկը կլսի գնա կանի, ու դա դրանց ես ասում նոր բան է դա։ Ես կարամ իրանց հետ նկարվեմ, ես կարամ ես իրանց տեսնեմ իրանք ինձ, ես իրանց լսեմ իրանք ինձ լսեն։ Ես այդ ամիջը իմ մոտ մոնիտորա դրած, իրանց մոտ մոնիտորա դրած։ Ինչի՞ պիտի նստեմ սամարոտ գնամ հաստեմ վիզա հանեմ, գնամ այնտեղ։ Բայց այդ ուրիշ է, ժիվոյ է անի մի քիչ էլ։ Հասկացանք, այդ մեկն է ժիվոյ չի։ Հա, հեչ, դա իր բանը ունի։ Այդ վինիլի պատմությունն է, վինիլը տակ է հնչում, վինիլը տակ չի հնչում, դու ես էշ։ Դու եթե ուզում ես տակը որն է մի քիչ վիսոկիները քիչ կամ մի քիչ բան, մի հատ էկվալայզեր բերի 62 թվի, դիրը նականալ դզի, այդքան վինիլի ձենը ստացի, բայց վինիլը չեն կարա։ Հատ ընկերս դրա մասին բան բիտ կա, որ ասում է, տիպը բան գալիս ես մեկի տուն, sense բան է, վինիլա դրած, բան պրավեդնիկները ոսկուց է, նաուշնիկները sense, ասում է, մուզիկա говно։ Կամ որ ասում են բանը, այդ կինոպլոնկով ուրիշ էր, հա լավ, ասենք մի քիչ բայց գիտեք հիմա որպես դերասան ինչքան կարևոր է դու այն ժամանակ որ քո ուզած հատվածը դու պիտի ան դու պիտի երկու հատում կարանաս անես ու երբ որ դու երրորդներում ռեժիսորը քեզ տպում է հիմա մարդը շոմպերը կամ դու որ նման մարդիկ շոմպերը կամ դու մարդը այնքան կարա խաղա է դիջիտալ բանի այնքան մինչև ստանա այդ շատ կարևոր է որտեղ օգտվել էլի օգտվել լավ բաներից թե չէ դիջիտալը վատ է անալոգը լավ է Ես sense դու լսում ես անալոգ, դու չես կարա դիջիտալ լսես, չէ՞։ Դու նենց արա որ քո դիջիտալ աղբյուրը, քո թվային աղբյուրը լավ դառնա անալոգ։ Մաքսիմում գա էլի։ Չէ, լավ, անենց լավ, գնա մի հատ չինական $140 տուր, շատ մեծ փող չի։ Amazon-ից առ կստեղ էլ կա։ Կամ այսպես բան բերտուն լսի, քո տեստ որ Բայց հիմա կստати CD-ների վերածնունդ էլ կա։ Շուտ CD-ները մարքեթինգը։ Կասետներ են անում, հա, բայց հիմա էլ բանը։ Ես գիտես ինչ կուզեի։ Ոնց ես փոքր էի ասում էին վինիլները, հիմա CD-ների մասին եմ եկել սկսել խոսալ։ Այն ժամանակ CD-ները սա քֆրտում էին։ Արդեն էլ հինը չի։ Այն ժամանակ սա քֆրտում էին CD-ները, որ էսի զուչա չի, հիմա էլ մեկ էլ CD ձենը, բան։ Չէ, սա ուզում են փող աշխատել։ Հետո բանը, այ ես գիտես ինչ կուզեի ունենայի, եթե տենց գտնեի, բայց շատ տանգ։ Բաբինաները։ Ֆրացող բաբինի, ակայի կուզեի շատ։ Այնա մենք չէ խոսում։ Այդ դա որ միացնում ես, մարդ կար, միջև որ միշտ դրանով էր լսում, հետո որ դարավ CD, ինքը չէր կարող լսել ոչ թե որակի, որ ինքը սիրում է որ ֆրացող բան տեսնի։ Որ չի ֆռում, ոնց է դեն լսում։ Բայց դրա համար գնացել էր միած այդ հրաչ կար։ Առել էր CD player շատ թանկ, որը երևում էր դիսկը, այսենց էր էլի, բան գնդոլուսեն ինչ էր, հիմա բան է իհարկե, բայց այսենց երևում էր, որ ինքը տենա այդ։
Չէ չի կարա լսի։ Ներեք էլի։ Ինչ չէ։ Այս դերասանին որ հարցում են ասում են օրինակ դուք օթելո որ խաղացիք։ Անունը չես ասել։ Անունը աճատ եմ դրել։ Ցենց ան։ Ինչ։ Ասում եմ ոնց էր, ասում եմ շատ լավ հարց։ Ահա։ Ասում եմ ինչ ասում եմ հարց տվեցիք, ասի լավ հարց էր, ինչ։ Իսկ դու քո գործերից սիրած գործ ունես։ Ում Քո գործերից Բոլոր սիրած գործ գործերը։ ունես։ Չէ, ոչ մի բան չունեմ սիրած, զզվում եմ ես ինքս ինձնից, մի գործերից է։ Այ ես իմացա ասում ես չսիրած գործ։ Չսիրած չէ, մեկ եկել են ապուշ մարդիկ, անր 10 թվին մի հատ ապուշ գյադա։ Եկավ ասես մի հատ ուզում է փող աշխատել, մի հատ ինչ-որ ասես բան գրի, դերասաններ ես կհավաքեմ, պրոդյուսերություն կանեմ, ու փող բան ինչ-որ ասես բան, պայմանավորվեցինք, բան արեցինք, գրեցի հավաքეთ մեկը տենամ ես դերասանները գայս, սա դրանց փողը չի տալիս։ Ու չեն գալիս։ Ես էլ ասեցի արեք բան անենք, վերադասնենք, գնա կորի, ես ասեցի չեմ կարած։ Սա դրանց բան արեց ու այդ ինչ որ մնացել էր դերաս ուրիշ մարդ բերեց, փորձեցին, ու ես գնացի որ դա նայեմ։ Ես 12 րոպե հետո դուրս եմ եկել տեխնիկային թատրոնում էր դրածքի վերնագիրը չեմ հիշում ինչեր այդպես այդ լյուբիցերսկի մոտեցումը այդպես որ ուզում է փող աշխատի ինչ վատ բան եղավ ես այս բոլոր ստենդափ անող կոմեդիան տղեկին ոչ մի դեմ բան չունեմ ես իրանք ճանաչում եմ խնդում եմ այդ խոսում եմ ես խոսում եմ մի հատ այնց երևույթի մասին որ իրանք հանդիսատեսին ոչ թե մակարդակն են գցում որ իրանք հանդիսատեսին որը թատերասեր է ուզում է թատրոն նայի հասկացրել են այդ բանը որ սա է որ կոմեդիան սա է որ սենս պիտի այսինքն մարդը գալիս է ֆարս մաժոր ինքը սովորական մարդ է ոչ արվեստի հետ աշակերտություն կազմում է գալիս ֆարս մաժոր ու տենում է որ ֆարս մաժորը չկա մեջը բայց տենում է որ այնտեղ մարդը կնկան չի տփում տենում է որ սեղանի տակ պահկվող մարդ չկա զարմանում է ասում ես ինչ եմ փոխել ասում է չէ ես չեմ գա որովհետեւ գիտես ընտանեկան պորնոն ինչ է նշանակում այդ որ միշտ անպայման քուրը լինի սա մի հատ ցույց կտամ ես տեսել եմ սերիալ որ պիտի անպայման քուրը լինի աղբեր լինի բայց դա շատ վտանգավոր է ամուսնացող տղա պիտի լինի որը միշտ ինչ որ կեղտոտ աղջկա հետ կապվի ու հետո ու հետո պիտի ասենք մյուս մեծացող սերունդը տենա որ ամուսնանալ է դա ասի ավելավ ես դառնամ հոմոսեքսուալիստ քան թե ամուսնանա հիմա նայեք մի հատ բան եմ նայում ու խաղը քիթ խրխրացնելը տնքալը այդ ահավոր բան ուրեմն նայում եմ 15-12 տարի առաջ տելևիզորով պատահաբար միացել է հայկական չգիտեմ ինչ ալիք ու սերիալի սերիալն դժվար Սևանի ափինը չեմ հիշում որ անուն ես չգիտեմ դեռ Սևանի ափնան նստած է մի հատ տարիքով դերասան սկի չիմացա ով էր բայց այդպես միրուքով բանով այդ հերն է հա կողքը աղջիկն է sense պրոշներով աչքերը լրիվ կարան չլնեն ոնց ֆռծած ու տակը մի հատ գյադա է պարկած որը մեռել է ու շատ լավ է խաղում որտեղ ինքը մեռած է հա բայց լավ չեն խաղում մեռելի դերը չէ այդ վաղ կարա էր ասել տեսալ մեռածին ոնց է խաղում մեռածը այս տղեն բարձվում է այդ իրանց տեքստից է բարձվում խեղդվել է Սևանում ու իր անունը Գոր ու հեր ու աղջիկ կամ չգիտեմ տարիքով մարդն ու այդ աղջիկը ասում են էս ինչ եղավ Գոր ու փոխանակ ասի էս ոնց եղավ Գոր ասում ես ինչ արիր Գոր էս ինչ արիր Գոր ու խորնա գնացել էս ինչ արիր հն Գոր չէ դες չնա խորնա գնացել Գորը ու խեղդվել է Գոր Գորինչ Գորեսի չես անում ես ինչ ես անում Գորեսի չես անում ինչի է կա խորը Գոր այդ կա խորը ինչի Գորեսի չես անում այ ես թե չափազանցնում եմ տեքստից լրիվ ուրիշ բան կարող հասկանաս հա բայց ոնց ուրիշ բան եթե չնայես կասես այս երբանից են սկսել այս պորնոն հայկական Մի հատ սրանք կվերադառնանք ինչ պետք է ստոպը տանք հիմա կալորիայով նիհարելու բարբարպետն ինքը sense դոշի սախտեր տեքստեր են գրած կյանքի մասին անդադ փոխվում են լեդա իր դոշը ու ինքը խոսում է որ բան կերեք կալորիա հաշվեք ու շատ քիչ կերեք ու սկսում է խոսալ կերեք ընդամենը նուր մի քիչ սև հաց
իհարկե կարակ ու գնաց։ Լիքը տենց բան է, խորոված, գրիլ։ Մի քիչ բան եմ, էլի։ Տուր։ Այս դիրսը ոչ բան, ոնց որ նայ, մի քիչ բողոք եմ ես իմ կյանքից։ Սերիալների։ Ես սցենարիստ եմ, Մոսկվայում եմ սովորել, եկել եմ, տիպը ուզում եմ սցենարիստ լինեմ, բայց չեմ ուզում սցենարիստ Այդպես լինեմ։ կերպար ես խաղաս, թե դու ես։ Չէ, ես եմ։ Դու ես։ Բայց չեմ ուզում սցենարիստ լինեմ, որովհետև ես մարդկանց հետ հանդիպում եմ ու ես իրանց հետ խոսում եմ, իրանք սկսում են ասել, որ տիպը դու պորտֆոլիո չունես, բայց նենց չի, որ իրանք որ պորտֆոլիո ունեն, նենց դզում է ինձ իրանց նկարած էլի։ Դες ես այն ինչ որ ես ուզում եմ գրեմ, ոչ մեկին հետաքրքիր չի ու ինձ ասում են, հետաքրքիր չի։ Այսի մարդկանց հետաքրքիր չի, ինձ տենց են բացատրում։ Որ մարդիկ էս people не хавает, էլի։ Մեզ պետքա այդ քո ասած այդ սերիալային այդ բաները։ Ու հիմա այդ վիճակն է, որ ես ոչ կարամ ապացուցեմ ինչ որ մեկին ինչ որ բան, որովհետև ոչ մեկ չի նկարելու այն կինոն, որ ես եմ ուզում։ Բայց ոչ էլ կարամ բան եմ, ասեմ ես արվեստագետ եմ, ես դեզնից հեռու եմ մնում, էլի, ոնց որ ինքնախապեյությամբ եմ զբաղված միտեղ։ Հիմա դու օրինակ Էդա պրոբլեմ, որ ոնց ես դու օրինակ կարողացել միշտ քոնը բրտես։ Իա գալիս են օրինակ շատ մարդիկ ուզում են ինչ որ կինո, ինչ որ ներկայացում ու ասում են սենց բան եմ ուզում։ Որ աղջիկը արդեն բանը սկսում անայ աղջիկը ասենց բան լինի հակապարտեզից երախում բերելուց բայց ինքը աղբերն է որ Ամերիկայից գալի ասում ստոպ եթե դուք այդ ամեն ինչը սաղ ուզում եք ես գրեմ դուք այդ ամեն ինչը գրում եք ով ոնց ինչա նկարում եք չէ սաղ գրում եք ով ինչա вообще ինչա ասում երբ է դուրս գալիս մի հատ sense ամեն մեկի պերսոնաժը գույներով գրում ես չեմ հասկանում այդ սյուժեներից ես սյուժե հնարել չգիտեմ ու չեմ սիրում դուք տալիս եք ես թարմացնում եմ գեղեցկացնում եմ բան մարդիկ համաձայնում ու դա շատ բաներ նկարվել են շատ բաներ գրում ես իրանք չեն անում ես էլ ասում եմ այս ամեն ինչ որ ես ձեր տարել եմ փողը տվել եք չեք տվել այդ կապ չունի ինքը ունի սրոկ գոդնստի ինքն ունի ժամանակ եթե դու 2 տարում չես բեմադրում այդ սաղ իմն է էլի վերջ ես կարող Մեր մոտ տենց բան կա, տենց դու ես պայմանավորվում, որտեվ Ամերիկայում նույնք տենց է աշխատում, տենց բիզնեսել են անում, սցենարը առնում են հետագալի բան։ Ոնց կատակ են իրար, all that jazz film-ը նայել ես, կաբարեն նայել ես, էլ նայեցել ես, դեռ ասում այս ֆրազը կարելի է սրա վրա ծախել, այս ֆրազը կարելի է նրա վրա ծախել։ Չէ, կոնկրետ տենց բան կա, որ եթե դու սցենարը ծախեցիր ու ինչ որ ժամանակում, հենց պայմանագրի մեջ նշած է, որ եթե ինչ որ ժամանակում չնկարեցիր, իրավունքները հետ են գալիս ու տենց բան են անում, փող են դու դա բան շատ անգամ։ Բայց փողը հետ չի գնում, էլի։ Չէ, փողը տվել եմ ես լավ բաներ գրել եմ ու ինձ օգնել է այդ գրել եմ այդ մարդը ամեն ինչ շատ նորմալ հետո ասել եմ ինչ եղավ դե չեղավ ես հիվանդացա ես եղավ գնացի Ամերիկա սա Ամերիկային գնում ինչ որ գալիս լոստի ինչ են անում դա ոչ հանգստանալու տեղ է ոչ եղել ես չէ Ամերիկա հա շատ վաղուց 90-ականներին էլի ես գնալու չէ ես ուզում եմ գնամ այդ գնացի չանես դե նույն բանով էլի էլի այդ նույն լավ հիմա բանը ու ես ասում եմ ինչ եղավ ասում կարամ հետնել չեմ պայմանավորվել կարամ օգտագործեմ հա ասում կամ ասում չէ ես ասում չէ էլի օգտագործում որտեղ մեկը չի բեմադրելու հա կամ չի նայելու որ տենա որ օգտագործած է ինը հա չի էլ գալու նայի էլի իսկ որ այդ ասում ես ես ինձ չեմ սիրում ու իմ գործերը չեմ սիրում ասեցի սիրում հարցրեցի այդ որ ասենք մի հատ այս բան ասենք ես ինձ չեմ սիրում մեկ էլ կանջում են չէ տենց լրատվականները ու վերնագիտ են ես ինձ չեմ սիրում բարը սա դա իրան չի սիրում արտնացիր եւ ժպտա մեր վիպուսկի դա անունն ալնելու բավար երկար վերնագիր են դնում ինձ առաջարկում են ռուշներին մի անգամից դնում են ես ինչ ասեմ եթե այս ժողովուրդը sense չանի այս ժողովուրդից իսկ այն մի ժողովուրդը կանի էլի բավար դնում են իսկ դուք գիտեիք որ այ դերասան եք ավիզնալի ալիքներ կան հերոստատեսային եւ բանի անունը չտանք որ հաղորդավարները թվում է որ մեկը սխալ է խոսում շեշտերը շատ է ասում այդ մեկը տենց է բայց հետո այդ նույն տեղը դերում է ուրիշ աղջիկ էլի տենց այդ նշանակում է ինչ որ բաց սխալ է այդ տեղը չէ տենց է սովորացնում այդ շեշտերը հայերենում չկան իսենց բացատրում եմ իրանք ասում են վայ մեր աղջիկի մոտ տենց բաներ մի ասեք կնեղանան ասիկա իրանց համար ինձ պետք է հայերեն մի խոսեք չէ սա նայ ասեմ նախադասություն մատրոնիկ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը այսօր որոշեց ես իմ ինչ չէ՞ տեսա սենց պիտի ասես Հայաստանի Հանրապետություն քեզ շեշտում եթե դեռ կա Վրաստանի Վրաս ասես Հայաստանի Վրաստանին անցած է Հայաստանի չի շեշտում կամ պաուզաներ ինչու են ասենց այսօր մի հատ լսեցի եւ նա հարցրեց ինչու են այս մարդիկ էլի այդ նույն բանով գորն չես խորը արա տեքստ ասում զգում ես շատ ներողություն այդ աղջիկը ոնց որ ինչ որ
շատ բարդ հոգեկան խնդիրներ ունի, ինչ-որ բաներ, սուբլիմացիա ունի։ Մի քիչ ինձ ինքը խոսում Չէ, ինքը տես խոսածողներն ավելի լավն են, տես խոսածողները գտես աղջիկա էլի, արասանք տարիքով արդեն 40-ի մոտ կանայք են, որոնք լուրջ հաղորդում, իրանք երևում են նաև։ Հայաստանի, ես ասում եմ, բոլորին եմ դիմում, հայերեն լեզուն, ժողովուրդ ջան։ Շեշտած երանգյուն արեց, տեսար երանգյուն Բավիմը ուրիշ է։ Բղկած է։ Դրա վրա բախնդած է։ Իմը շեշտ, հայերեն լեզուն շեշտ չունի։ Եմ թափես շատ լեզուներ չունեն, ոչ ֆրանսերեն ու շեշտ ունես, ասենք չես ասի, էլի։ Je ne jamais écrit qu'on s'en rencontrerait։ Je ne jamais écrit qu'on s'en rencontrerait։ Շեշտը մի դեպքում է դրվում, երբ որ դու ունես համեմատական, այսինքն կա երկու պատգամավոր, մեկի անունն է Չաթլոս Բալաբեկ, մյուսի անունն է Սարիբեկ։ Ու հիմա Բալաբեկի խոսքը կանցես, դու կարող ասես, բայց Բալաբեկ ասեցես, բայց անցավ Բալաբեկի խոսքը։ Այդ էս Բալաբեկի ոչ թե սա։ Բայց դու ասում ես Հայաստանի Հանրապետություն, որտեղ կողքը Վրաստանի Հանրապետություն չկա, դու ապուշ ես ու։ Ես ասում եմ, բոլոր թողին այն հաղորդավարուհին, որ շեշտերով է խոսում, որը պաուզաներ է տալիս, ուզում է դերասանություն անի, հարցականներ ավելացնում, ասես բաներ է անում, նա ապուշ է։ Նա չի փրկում։ Կարող թատերական նա ավարտել։ Չէ, դու թատերական ավարտելին գոնե այդ կասեն կյանքում Չերանի, չերանի։ Պարոն Սահակյան, sense խնդրի առաջ կանգնեցի, երբ վերադարձա Հայաստանից, չընդունեցին թատերական ինստիտուտ Ուկրաինայից։ Դե Ուկրաինայից կարելի պատերազմի մասնակցել ու вообще չվերադառնալ։ Դե նայ բան է։ Ուկրաինայից չվերադառնալ։ Ասի մասնակցեմ դեր փոշմանեցի, ասի լավ չէ, գնամ Հայաստանին է կմասնակցեմ։ Եկա Հայաստան դեստեղ սկսվեց։ Ոբշեմ բանակից եկա, բան տենց ուզեցա ընդունվում թատերական ինստիտուտ չընդունեցին ինձ։ Ու հիմա եկել ես բողոքես գնամ ծանոթներ։ Ծանոթ խառ եկել։ Որովհետեւ էլի ուզում էի դերասան դառնալ ախպեր։ Գևորգ Մինասյանը որ կա, որ տենց ոզնիների բան միշտ հայտնի տերտերի դեր ունի, որ ասում է բանակ ծառայեցի, բանակ տեղը գնացինք աչքեքի տարակ բան։ Ուրեմն լավ է հիշեցի, մեր սրբազաններից մեկին մի երկու տարի առաջ ասեցի Սրբազան ջան, մի հատ նոր ներկայացում ենք անում, որտեղ այս տերհայր կա, մի հատ տերհայր կա, գալիս է ասպոզից խաչի տեղը նախ ինչ որ խլեշկա է կախած, ու գալիս է ջրաչափն է ստուգում, ու ասում է որ եկեղեցին հիմա միացրել են վիոլա ջրին, ասում է կարող է վիրավորական լինի որևէ տեր հոր համար կամ եկեղեցի, այս տերհայրը Այ քո ցավը տանեմ 98 թվից սկսած էլ տերը դրած գնում է բանակ աղջիկին տանում են հիմա եկել ես ջրաչափին հարցնում ես բայց այդ բանակը ինքն էր կյանքում որ ինչ ելում էր բանակ ծառայողներ կան ու ինչ էլ բանակի պատում բանակ տեղը գնացինք որ ասում ես չընդունեցին չբերեցին երկու հատ ուզբեկի ուզեցինք Զաբորից գցենք իրանք չընկան։ Չստար բան եղավ, այդ աղջիկը ապուշ ծառայում ենք, ասենց ասում, չէ՞ այդ բանի մեջ ասում ես էի գերամներ բան, այդ աղջիկն եկան, ասում երեք հատ ռուս եկալանք, ասում եմ ռուս տղա թե աղջիկը ինչ կապ ունի։ Այդպես պիտի խաղաս։ Ինքը դերասան չի, դերասանը կասի ինչ կապ ունի, չէ՞, վերցրեցինք երկու հատ երեք հատ ռուս, ասում ես ինչ որ, այդ կապ չունի։ Հետո խոսում ինչ ասում, այդ աղջիկը ջոգիր աղջիկ էր։ Այդպես պիտի խաղաս։ Ջոգիր աղջիկ էր, դա խնդացնում, այդ դու սենց խաղաս նայ, այդ աղջիկին վերցին ջոգիր աղջիկ էր, դա խնդալու չի։ Դու տարանք ասենք դու ինձ մի հատ հələ այդ iPhone-ը տուր, էս ակո պասպորտ Ես կոմենայի մոտ բանկան, ոչ ես ես տնեմ ստե, ես կոմենաս դրա մոտ քեզ հանգիստ բայ, այդ էս խաղաս դու բոլոր դերերը չէ, բայց ասենք երբ որ դու պերսոնաժ ես խաղում, բան խաղում, հետո կինոյում դու պիտի ուրիշ ձև խաղաս, թատրոնում ուրիշ ձև, թատրոնում շարժում տրագիկոմեդիա հա մի քիչ են։ Չէ, просто թատրոնում պետք է ավելի գրոտեսկ լինի։ Մի հատ միտքեր ինձ տանջում թատրոնի հետ կապված։ Դե թատերախմբում էլ եմ եղել, տենց թեթև ինչ որ ներկայացումների մեջ փորձ ունեցել եմ, բայց այդ միտքը միշտ ինձ տանջում է, որ մարդը ով գնում է թատրոն ներկայացում նայելու, ինքը իրան չի խափում, այսինքն դու գիտես, որ այդ սուտ է, էլի, այդ բեմի վրա այդ մարդիկ խաղում են։ Շատ բարդ կինոն էլ կա, բայց կինոն sense շատ բարդ թեմա է, մարդիկ թե ինչի են գնում, ինչա բան, իրենք գիտեն թատրոնը շատ կեն։ Այս մի անգամ Ֆրանսիայում նոր էի գնացել 92 թիվներ, թե ինչ տարան կոմեդի ֆրանսեզ, որ տենց իրանց այդ բանն այլու դերասանները կինոներում տեսել։ Ու տեղ մի հատ բեմադրություն կար, ասում են շատն է, տենց որտեղ ամեն ինչ այնքան բնական էր, լուստրեն վառած,
բան արած, հերախոսը զանգում է, որ ինքը խոսում է տակի են զզզը լսվում է։ Ես զգացի, որ այս մարդիկ եկել են նայելու, որպես շատ կենթանի բան, կոմեդի ֆրանսես տոմսնել ֆրանկով այն ժամանակ մի 800 ֆրանկ էր, ասենց ինչ-որ թիվ էր էլի, ու այտենց դերասաններ են, որ մենք տեսել ենք կինոներում, բանում, բունուելի ֆիլմերում, բանում, զգացի, որ ինքը իմ համար ես ժամանակակից թատրոն ենք ուսումնասիրում, դա շատ հինտ է, բայց ես հասկացի, որ դա շատ կարևոր բան է, այս մարդիկ թե չեն театр de poșca, jebi teatron. Մտիստե ընդ այնքան էքսպերիմենտներ այնքան ուրիշ ձև անտեղ կյանք հետո այնտեղ շրջապատում վերասանական կլինի, երաժշտական կլինի, կեղտոտություններ անողներ չկան։ Որ ասենք, դες ինչ ասենք, այս վերջին քաղաքական այս վիճակներում մեկ տենաս Արման Ղազարյանը լավ անում տենաս ձևեր էլի։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես եմ, ես բարձր եմ, ես եմ կամ մյուսներ կգրա գնա ուղակի կմտնի հետույք։ Ու կսկսի խոսալ նենց բաների մասին։ Դու պատկերացրու մի հատ գերմանացի, ֆրանսիացի, հոլանդացի դերասան կամ երաժիշտ կամ ինչ-որ գրող իրանց շրջապատում տենց բան որ անի, գնա ու սկսի իշխանություններին գովալ, այնտեղ մարդիկ կիրթ են, բայց պատժում են։ Այնտեղ այդ խմբից իրան կասեն լավ, սխալվել է ինչ-որ, հետո երկրորդ անգամ որ դեպի իրան շատ տեխնիկնի բան կանեն, ռեժիսորները դեր չեն տա, կասեն որտեվ այս մարդը կոնկրետ նպատակներ ունի, սա փչացած կեղտոտ մարդ է, իսկ մեր մոտ այդ մարդը որ տենց բաներ է անում, փչացած չի, ճիշտ է, այն ատլախները դրան ասում են ծախված, ատլախները սաղին են ասում ծախված, իրանց փող են տվել։ Դե ատլախներն էլ են ծախված։ Դու պատկերացրու մի հատ գերմանացի մարդ, դանիացի մարդ, որ 5000 դրամ վերցնի, 8 եվրո 40 կրոն վերցնի, որ մյուսի մասին գրի դու վերցրել ես 40 կրոն։ Դա 50 ոսկու բան է։ Հա, սրանք այդ որ ով դիմա տեսել եք, չէ՞, գրեն 5000-նոց ծախված։ Ինչ որ մեկը իրանց գցել է այդ կուտը, ու մինչև հիմա իրանք այդ գրում են ծախված, որտեվ ինքը քանի որ այդ գրողը միշտ բոլոր այդ գրողները ներսուց փչացած պիրծ մարդ է, իր ընտանիքում սաղ սեռականորեն խեղված, սաղ իրար հետ կենակցող, սաղ խառը, բան, սենց մեծ ընտանիքներ են, ինք համար այդ ծախված, ուրիշին ծախված ասելը կայֆ է տալիս, ինք առանց փողի էլ, առանց ֆեյքության էլ կգրի ծախված, ինքը ծնվելուց ծախվել է արդեն, արգանդում է արդեն, բեղմնավորվելուց սենց այդ բառն է անջը, ծխ, այսենց հայերը դրա համար իրենք տենց են, ատլախներ, հայերը չէ, հայերի մեջ չկա, ատլախներն են։ Այդ ատլախներ բառը մի երկու տեղ օգտագործել եմ, մի օր գնացի ոստիկանապետի մոտ, չգիտեմ, ոստիկանապետին, որ խնդիր կար, ինչ որ բան էին գողացել, որ ես ասեմ, որ գտեք այդ մարդուն։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ ինձ պետք չի իրան պատժել։ Պետք չէ, ուզում եմ ասեմ պետքա պատժել, ինձ պետք չի, որ ինքը բանը այդ գողացածը հետ բերի։ Ուզում եմ ասեմ ինքը մի հատ այնց խավ է, որ ուզում եմ ես խավին պատժեմ, ու այդ խավ բառը չեմ ուզում ասեմ, մտածելով որ ոստիկանի մոտ լավ չի լինի խավերից խոսալ, տոլերանտ։ Ասեց, ուզում ես ասես ատլախներին չես սիրում։ Հարցում ինքը նայել էր։ Ատլախներ, բայց հայհոյական ոչ մի բան չկա ատլախ։ Իրանք հայերեն ատլախտի դայում են ծնվել, ու դարերի ընթացքում իրանք իրանց քաղաքներն են ունեցել, օրինակ ասենք ոնց է, Դե իրանք էլ պատմական պատճառ ունեն այդպես ունեն։ Ատլախցիկից մեկին ճանաչում եմ։ Մեկին շատ կան։ Ատլախտի դայից, որտեղ ատլախը ինքը գիտեք ինչ ձևի բան է։ Ինքը չգիտի ինչ է կատարվում իր երկրում։ Ատլախը, ասենք ինքը գիտի այդ 18 թվի հեղափոխությունը։ Ինքը կարող է սիգնալ տվել այդ ժամանակ։ Ինչ որ փողոց է փակել։ Ու դրանից հետո լավ արա։ Դրանից հետո լավ է ատլախի համար, լավ արա, ինչ ուզում ալի։ Ատլախը չգիտի որ երաբլուր կա, որ ավելանում, ատլախը չգիտի Արցախ, Մարցախ, այն վառվող զինվորները, այս ամեն ինչ, ատլախը ինքը այդ ու իր խոսակցությունը թեմաները, իր բաները, այդ կենցաղը, դա հեչ հայ ազգի հետ կապ չունի։ Հետո մի բան էլ ասեմ, կարող ասել եմ, բայց էլի շատ գիտեմ։ Տականքը դա վատ բան չի։ Տականք, որ ասում են հայի տականքը, Նժդեհն, մանավանդ Նժդեհի ասածը, դա լրիվ ուրիշն է։ Տականք, որտեղ բացեք, մանավանդ այդ ժամանակ նշանակում է ցածր խավը, ցածր տակի։ Այսինքն ֆրանսիացու ցածր խավը, գերմանացու, վրացու, հոլանդացու, բայց հայինը հայ տարակա, ասելա Նժդեհը, ու եթե դու դրայել ես, գնաց մի հատ ուրիշ երկիր, ու ճանաչես իրանց ատլախներին,
այդ ֆրանսիացի ատլախներին ոնց կեսը արաբա, ես մի sense բան, դու կհասկանաս, որ սրանք այդ ազգի, այդ ժողովրդի, այդ մարդիկ են, հասարակ մարդիկ, բայց սրանք որ տենում ես սրանք այս ատլախները, սրանք հայ ժողովրդի թշնամիներն են։ Լսի իրականում Ուկրաինայում շատ կային այդ տականքներից ու ատլախներից։ Բայց իմանաք, անես թշնամություն, որ ինքը կարող է ատլախը զոհվածի ծնողին ասի գնա կեղտո ինչա պաշտպանում, չգիտես ինքը այս հայ ժողովրդի թշնամին է, որովհետև հայ ժողովրդի զինվորը երիտասարդ 18 տարեկան զոհվել է այս երկրի համար, ինքը այդ զինվորի մորը գրում է կեղտոտ ծախված։ Ինքը խայտարակություն է, հասկանում եք, ատլախը դա խայտարակություն է։ Հա։ Բանա, լսի դա լրիվ համաձայն եմ, պրոստը այս անվերջ խոսալու բանը։ Իսկ ընտրակաշարքների հետ կապված ինչ ասում։ Հա, կարևոր բան եմ ասել, ընտրակաշարք բոլոր աշխարհում երբ մենք ներկայացնում ենք խաղում ասում են, արա ընտրակաշարքը որ բաժանում նորմալ բան է։ Չէ, ընտրակաշարք բաժանողը այդտեղ вообще կապ չունի։ Ոնց կապ չունի։ Կարը կապ ունի վերցնողը։ Բայց նն էլ ատլախ են էլ, չէ։ Հա, որպես չէ, ատլախ կարող է ոչ մեկն էլ չէ։ Կարող է իրանք նորմալ հայերեն ասել, բայց նայ, ստեղ այս ատլախների մոտ ավելի շատ սենց է, եթե ինքը վերցնում է, ինքը կարա ասի մեզ ընտրակաշ 18 թվին հեղափոխություն որ եղավ հելել էին ատլախներ ասում էին մեզ այն ժամանակ ընտրակաշարք էին տալիս այսինքն ինքը խոստովանում է որ վերցրել է բայց հիմա բայց այդ չէ հիմա չկա հիմա էլ ինքը որ էլի վերցնում է էլի կարա ինքը վերցնի ասի ինձ ընտրակաշարք էին տալիս այսինքն երևի ես մի հատ իրավաբանի հարցնեմ արա դրանք որ բռնվում են տավոր այդ վերցնողին խիչ է կան ստադիոն ծեծում համտանողին պետք է սպանել էլի չէ սպանելը մի քիչ բան է որ շատ մարդասիրական կամ գոնե լավ տանել ներկայացում նայեն մի քիչ չէ դա մի քիչ տխնդալով անես դա ասենք ես եմ վարչապետ կամ նախագահ երկրի չէ ոնց եմ անում դու չես կարում հիմարի ես բռնվել եմ դու չես մտնում Facebook չես բռնում ոչ մեկին դու գնում ես ասում ես հանեք բյուջեից մի 1 միլիարդ դրամ ընտրակաշարք գյոզերով տարեք ասեք ինչ-որ մի բանի ընտրակաշարք տվեք անունները վերցրեք Երեկոյան եկեք այդ մարդկանց տուն հրավիրեք Հրազդան ստադիոն Հրազդան ստադիոնում համերգ կազմակերպեք իրանց թուրքական ու դռները փակեք ու գազը միացրեք Չէ, այդ դռները որ փակեք չկարանան դուրս գանան դերից, չկարանան։ Այդ ռաբիզները հեռանում են, մտնում է Էդուարդ Տոպչյանի բանը։ Ու սկսում է սրանց համար Վերդիի ռեկվիեմը։ Ու այդ Վերդիի ռեկվիեմից իրանք մեռնում են։ Որտե Վերդիի Մոցարտինից կարող է այնտեղ տեսար մինիմում մինորներից մեռնում են ատլախները։ Այսինքն մի Հրազդան ստադիոնում 70,000 ատլախ տեց վարի ես տալիս։ Դա հերիք է։ Ու դրանց դել ով վերցնում ասում ընտրակաշարք են վերցնում ինքը մեղավոր չի ինքը չմո անասուն ինքը վերցրել է ինքը մեղավոր չի Նտենց ամեն դեպքում երբևիցե ինձ ով առաջարկ է Չգիտեմ գա առաջարկեն վերցնեք չէ հետո ավելի ատլախը կասում ինձ հա ասում ես եկան ասեցին sense բան ես ին որտեւին վերցրեցի բայց գնացի իմ ուզածին ընտրեցի այդի ոչ շատ ատլախություն է այսինքն քո ուզածն ավելի վատն է եղել էլի եթե քո ուզածին դու քո սիրածին հետ ընդդիմադիր է եղել չէ երևի են հեղափոխականի է սիրել ինքը դեն չէ սա աշխարհում ջահելներն են հեղափոխական սիրում բայց ստե 68+ այլանդակություններ սա կվոր դրած TikTok-ից մինչև Instagram անասում հիմա գնացել է ինքը այդ ամեն ինչը վերցրել է ասել է էլի գնամ իմ սիրածին դրել փողը վեկարել է կեղտը ու գնացել է ընտրել ինքը հոչի խափում գլուխ չի գովում ինքը տենց արել լիքը մարդ տենց արել վերցրեցի այնտեղ ու հպարտանալով ասում այնքան բան են հպարտանալով ասում ախպեր 40-10 հոգով գիշերը հավաքվանք տպինք բանակում դրան Դա գնաց ֆրանսիացու մոտ ասես, ասի դու կանացու չեք կարող։ Գիտություն։ Չէ, դա ֆրանսիացին կապ չունի։ Բայց չեք բռնվել, ասենք ոնց կարա տա 10 հոգով հավաքվեք ուզբեկին ծեծեք կամ այս մեր հայկական բանակում։ Բայց մի հատ բան ասեմ, էլի մի հատ բան եմ նկատել, նայ, դու ասում ես ֆրանսիացու մոտ գնաց ասես, քո մոտ էլ գան ասեն, էլի չեն հասկանա ֆրանսիացի, պետք է ֆրանսիացին ինչ կապ ունի, դու հայ ես։ Ես արդեն բայց ես մտել եմ այդ բանի մեջ, չէ։ Կամ գնացինք տփինք բանակում ստեղ մեր հայկական բանակում 95-80 թվերին գալիս են պատում էին արա եկավ ոშում այդ եսիմինչացիները սաղ տենցա չէ սրանց մոտ ուզբեկներն ու չէ ուզբեկ չէ երև Հայաստանում ասենք Ղարաբաղցիներ կան ես եմ գյումրեցիներ կան արթիկցի մի հատ գյադա իրան տփել է տետատետ բայց ինքը տակ չի մնացել ինքը գիշերով 6 հատ Երևանցիով գնացել են արթիկցին տպել են մենակ
ու ինքը դա գլուխ է գովում։ Կամ էլ sense սովորական, բայց ասում ես մի հատ այդ գորը վերցրու այդ iPhone-ով, մի հատ WhatsApp-ով, ես ցանցից բան չեմ հասկանում։ Է որ չես հասկանում, այտենց հպարտությամբ մի ասա, հա, որ չես հասկանում, դու պիտի հասկանաս։ Ապրում ես այս երկրում, ես դարում, ինչի չես հասկանում։ Ինչի ես առել։ Ինչի ունես iPhone, եթե չես հասկանում։ Հա։ Աշկնես։ Ինչի՞ ամա։ Ես ջրեց հպարտությամբ մեր տղեկի մեջ կան։ Ես կոմպերից բան չեմ հասկանում, ու տենց Դասես պիաս։ Այսօր վայս է, չէ՞։ Ցավոք ես տենց ստացվել, որ ես բան չեմ հասկանում։ Բայց ես չեմ հասկանում։ Ես ձեր այդ անգլերեններից չգիտեմ։ Ինչ է դա, իս խոսքով։ Հա, բան էլի, տենց cool։ Լավ, եկեք ես գնամ, քանի որ ես շատ գործ եմ, սպյուրկա հայի պես գնամ։ Վերջում բանը պիտի։ Մի հատ բան հարցնեմ։ Խնդրեմ։ Բանաստեղծություններ գնում ես։ Ինչը։ Բանաստեղծություններ գնում ես։ Մեծից մեկ։ Բայց դա ինչ Մեծից մեկ։ Մեկից ինչ որ սեզոն պիտի լինի, ինչ որ բան պիտի լինի, տրամադրություն պիտի լինի։ Լավ, ուզում ես սիրուն գործ անենք, մի բան կարդա բանաստեղծություն։ Ես դες չեմ կարող հիշեմ։ Ես գիտես ոնց եմ անում։ Բայց բավական Ես շատ ունեմ գրքեր YouTube-ում էլ ունեմ դրած լավ բանաստեղծություններ են կարդում, ավելի հայրենասիրական։ Ես դա Վիսոցկին լուգոյ տեքստը հիշում էիր, քոնը չես հիշում։ Դե Վիսոցկին ուրիշ է։ iPad-ը միացնում եմ, iPad-ը մեծացնում եմ, աչքերից տակից դնում եմ, որովհետև այն հուշարարից չունեմ, որովհետև դա թանկ բան է։ Դες կարդալով Սուֆլոր, հա։ Սուֆլյորը, հա, ինչքան նայեցի, որ $800, բայց լավ առան սուֆլյորը։ Կարդալով կարդա, Չես մոտս չկա բան, չեմ կարա։ Հենակ թող մտեք YouTube-ում գտեք կարդացեք, ես ուզում եմ վերջին, բայց սպյուրքային լեզվով ասեմ, արդեն հրավիրում ներկայացում, այդ ներկայացումը պիտի խաղացվի հաստատ ընտրություն հիմար կապ չունի։ Երբ որ ասում եմ հայրենասեր մարդամընտրությունների ժամանակ մենք էլ պիտի լինենք բան, արա չէ, դուք ոչ մեկը էլ հայրենասեր չեք, ոչ մեկը էլ ընտրությունից գնալու եք, ինչ որ դուք պիտի անեք։ Նենց որ հանգիստ եկեք, դա լինելու է կինո Մոսկվայի, Մոսկվա կինոթատրոնում, օրերը չեմ կարող, բայց դա լինելու է Մոսկվա կինոթատրոնում 10-ին, 15-ին հունիսի, հետո լինելու է հուլիսին եւ օգոստոսին, բոլորը ստեղը լիքը մարդ Շատ ես ասում, որ հաստատ լինի աչ փոշմանի Վերնակիր ինքը լինելու է կինոթատրոն, ինքը դուք կիմանաք դա ինչա, դերասաններին էլ ասեմ, որ ասենք իմացակ արդեն բոլորը կան, մեր ծանոթներ, անծանոթներ, լավ դերասաններ, լավ աղջիկներ ու կինո ու մանավանդ այս գերբերը, որով ես պետք է ամփոփեմ այս երկրը Այսօր ես եմ Մասիսարի չի գա։ Մասիսարի արդեն չէ Հայաստանի իշխանությունները շատ գսիրեմ Հայաստանի իշխանությունները։ Գսեն որ Մասիսարին չի պիտի խոսել, Մասիսարը եկե արագածին գնացինք։ Եվ մեր գործված հողեր չունենք։ Ամեն բան լավ է եւ սփյուռքին մեջ միշտ սուպորտ ունենք, ոչ միայն Հայաստանին սուպորտ ունենք։ Ագիտեք ոնց է, բարոն Ղարաբեդը, գիտեք, Կաստեյշնի մեջ գաշխատե։ Բարոն Ղարաբեդը Արուսյագին սուպորտ գնե։ Արուսյագը այդ դեղադան աշխատող Հակոբոսին գինն է։ Ադա ես էլ սուպորտ գնեմ Հակոբոսին մյուս փոքր քրոջ։ Փոքր գնես սուպորտ գնե ամուսինը սուպորտ գնե իմ գնոջը։ Իմ գինը սուպորտ գնե ամենուն հաջողություն դες։